սկսեցինք։ Ողջույն սիրելի YouTube հայություն, ձեզ հետ կրկին Ժասմինն է ու ես Սաթին, ձեր սիրելի ներս ու դուրսի շրջանակներում։ Բարև բոլորին։ Ողջույն Ժասմին։ Մենք այսօր ինչպես միշտ խոսելու ենք պետությունից, պետության հիմքերից, մասնավորապես այսօր խոսելու ենք մարդկանց միգրացիայից, ներգաղթից եւ արտագաղթից մեր սիրելի Հայաստանի Հանրապետության կոնտեքստում։ Եվ Ժասմինը այսօր խոստացել է մեզ մի քիչ պատմել թեմայի մասին։ Շատ շնորհակալություն Ժասմին։ Քեզ շնորհակալություն։ Նախ զրուցենք մեր սիրելի Հայաստանի Հանրապետության առանձնահատկության մասին։ Մենք բավականին մոնոէթնիկ պետություն ենք։ Մոնոէթնիկ պետությունների ցուցակում մենք բավականին վերին դիրքերում ենք Ճապոնիայի, Իսրայելի, Իտալիայի եւ Լեհաստանի մի շարք այլ պետությունների հետ միասին։ Այդ կոնտեքստում մենք բավականին փակ ենք հատկապես ներգաղթի հետ կապված, մինչև վերջերս արտագաղթը գիտենք, բայց ներգաղթը ավելի շատ այդ հայրենադարձության կոնտեքստում գիտենք սովետական միության ժամանակներից ու վերջի մի քանի տարին միայն, որ մենք արտագաղթ ունեցող պետությունից կարծես թե վերածվել ենք ներգաղթ ունեցող պետության, ընդ որում ներգաղթում են ի տարբերություն սովետական միության ժամանակաշրջանի ներգաղթի, այսպես ասենք, ոչ միայն հայեր եւ նույնիսկ ավելի շատ այլ ազգերի ներկայացուցիչներ։ Մենք նաև անկախության շրջանում տեսել ենք սիրիահայերի ներգաղթը, բավականին սահուն անցել է ներգաղթը, օքեյ, կասես հիմա, բայց հիմա նոր ալիքներ են սկսվել ներգաղթերի, նաև Արցախահայության հետ կապված ունեցանք մենք այդ ալիքը, ինչու են ներկայիս ալիքները ավելի ցայտուն ու ցնցող դարձել, ինչու ենք մենք դա զգում ու դրա մասին կարծես թե նաև խոսում, ինչը չենք արել նախկինում։ Վերջից գամ, հարցի։ Հնարավոր է, որ ավելի շատ ենք խոսում, ուղղակի որովհետև խոսելու ավելի շատ հարթակ ունենք, ուղղակի ֆիզիկապես, սոցիալական ցանցերը, ավելի բաց լրատվությունը եւ բոլորի համար իրենց հեղինակավոր կարծիքը արտահայտելու հնարավորությունը, որից մենք օգտվում ենք հենց հիմա, այո, ներս ու դուրսը, այո։ Այսինքն շատ հնարավոր որ դա զուտ տեխնիկական, այսպես ասած, փոփոխությունն է, հիմա բոլորը ունեն կարծիք եւ ինֆորմացիա կարծիք ձևավորելու համար եւ հարթակ այդ կարծիքը արտահայտելու։ Այդ մասով եւ ինչիա տարբեր մեր համար տարբեր է, որովհետև մենք միշտ եղել ենք էմիգրացիա տվող երկիր, ու նույնիսկ այն շրջանում, երբ որ մենք էմիգրացիա ոնց որ առանձնապես չենք տվել նորնակ խորհրդային միության ինչ-որ շրջանում, երբ ֆիզիկապես դա հնարավոր չէր սահմանները փակեին, նո ԽՍՀՄ-ի մեջ, բայց դա համարվում էր մի երկիր։ Նույնիսկ այդ ժամանակ մենք գիտենք, որ մեր մեծ մասը ստեղ չի։ Դա բավականին ունիկալ վիճակ է, չէ՞, այդ վիճակում ոնց որ մենք ենք Իսրայելն ու վերջ մոտավորապես։ Հույներն են մի քիչ մեկ էլ իրենց տենց զգում, մի քիչ։ Բայց հույները ոնց որ ունեն այդ առավելությունը, որ իրենք ամեն ինչի նախահայրն են դրա համար կոմպլեքսների մասով չունեն։ Այսինքն մենք այսպես թե այնպես ինչ որ դեպի դուրս ուղված մեր վեկտորը եղել է դեպի դուրս։ Իմ հիշողության մեջ ներգաղթի դե մի քանի ալիք եղել է այդ խորհրդային շրջանը եւ այլն, բայց մեր հիշողության մեջ, օրինակ իմ համար առաջին բանը սիրիացիների ներգաղթներ, մանավանդ Քեսաբից որ եկան, բանը, ու ես հիշում եմ, որ ինչքան առաջին անգամ էր ու ինչքան զարմանալի էր իմ համար այդ միտքը, որ Հայաստանը ինչ-որ մեկի փրկության տեղն է, որովհետև միջև այդ ընդհանուր այսպես խոսույթը չէ երևի, ավելի շատ տրամադրություն էր, որ Հայաստանը տեղա, որից պետք է փրկվել Իրանից ինչ-որ տեղ գնալով, պարզվեց, որ մենք էլ կարանք ինչ-որ մեկի փրկության տեղը լինենք, դա այդ խոսքի մեջ ասում են, չէ, այս ինչ հարևանները գնացին փրկվեցին։ Գնացին պրծան։ Գնացին պրծան, գնացին փրկվեցին, բան։ Պարզվեց մարդիկ կարան գան փրկվեն։ Դա ես հիշում եմ, որ բավական շոկ էր, բավական զարմանալի էր, ու երևի ինչ-որ առումով սկսեց փոփոխություն մեր ինքնաանկալման, Բայց սիրիացիները, որ գալիս էին, իրանց գալը չձևակերպվեց որպես ներգաղթ, այդ բառը ոչինչ չկար։ Կար հայրենադարձություն։
Որտի դեպ շատ խելոք բաներ այդ ժամանակվա իշխանությունների կողմից ձևակերպել իրանց գալը որպես հայրենադարձություն։ Փաստաթղթային առումով տենց ինչ որ չգիտեմ ինչ չկար, հա, իրանք ցակումով հայեր էին, իրենց տալիս ինչ որ քաղաքացիություն կամ կացության իրավունք, նայած ով ինչ ա ուզում, բավական ազատ էր փաստաթղթաբանորեն այդ պահը, բայց խոսքի մեջ մենակ հայրենադարձությունն էր։ Ընդ որում Հայաստանի Հանրապետությունը սիրահայերի հայրենիքը չի եղել։ Հա, ոչ մի անգամ, այսինքն սիրահայերը այդ մարդկանց ծերունդներն են, որոնք Օսմանյան կայսրությունից տեղահանվել են ցեղասպանության ժամանակ ու հայտնվել են այդ տարածաշրջանում։ Հայաստանի Հանրապետությունը իրենց հայրենիքը չի, բայց մենք ենք իրենց հայրենի, հա, ոնց որ մենք հայերով իրենց հայրենիքն ենք, դա այդպես ձևակերպվեց, դա խելոք բան էր։ Դա մեր ահագին մեր mindset-ը բացեց։ Այսինքն ինտեգրացիան էլ բայց հեշտացրեց, չէ, իրանց այդ։ Ես վստահ եմ ինտեգրացիան հեշտ է եղել։ Ես վստահ եմ որ ինտեգրացիան եղել է։ Այսինքն ավելի երիտասարդների մոտ հայ, ես մեկ հանդիպում եմ սիրիահայ երիտասարդների, որ վաղուց արդեն այստեղ են, ու իրանք արդեն լրիվ արևելահայերեն են խոսում, ու դու մենակ ինչ որ տարերի արտասանությունից ես հասկանում, որ միշտ ասում եմ Սիրիա, թե Լիբանան, բայց մեծ մասը Սիրիայից են լինում։ Իրանք ինտեգրվել են, իրանք արդեն աշխատում են, շատերը ԻՏՓԿ-ներում ու այդ մարդասիրական ոլորտում են աշխատում, չէ՞։ Այսինքն այդ ներգաղթի ժամանակ իրանք երեխա են եղել, հիմա այսպես բուն աշխատանքային բանում երիտասարդներ են ու շատ աշխատում են այդ մարդասիրական ոլորտում։ Իրանց գալը առնվազն ակնհայտորեն մեզ բերեց ռեստորանային մշակույթի մեծ փոփոխություն։ Այդ սպասարկման ոլորտը, որով հիմա մենք ահագին հպարտանում ենք եւ այլն, շատ մեծ տոկոսով իրանց բերածներ։ Որովհետև եթե կհիշես 2014-ից առաջ մեր ռեստորանային ոլորտը ինչ որտեղ արտաշնոցի եւ քյաբաբնոցի լոգիկայի մեջ էր պատտվում մեծամասամբ։ Հա, նույնիսկ այն ինչ որ ինտերիերային առումով լուրջ ռեստորաններ, բնույթով շատ հաճախ այտենց ինչ որ քյաբաբային էր, քեֆերը որ անում ենք, այտենց տեղեր էին գնում ու դա օքեյ էր։ Օքեյ էր ու հիմնականում դա էր, այսինքն օքեյ, ես փոքր էի ժամանակ չգիտեմ, կարող է կար ինչ որ Պալա Միշլեն ռեստորաններ ինչ որտեղ ու երևի ինչ որ մարդիկ այնտեղ գնում էին, բայց բնակչության 90%-ը, որը ռեստորանի հետ առնչություն ուներ այդ քյաբաբայի լոգիկայով, որը եկան փոխեցին սիրիահայերը։ Եվ խոհանոցի տեսանկյունից, եւ սպասարկման տեսանկյունից, եւ այսպես ասած մշակութային տեսանկյունից եւ այլն։ Որ այդ ներգաղթի ալիքից մենք ունեցանք լիքը շահ ու ես չեմ հիշում, որ մենք ինչ-որ պրոբլեմ ունենք այդ ներգաղթի ալիքից։ Իհարկե, իրանց ինտեգրացիան դժվար էր ինձ թվում, որովհետեւ ոնց որ Սիրիայում իրանք հայ էին։ Իրանք եկան Հայաստան, այստեղ իրանք սիրիացի էին։ Այդ մի քիչ շատ դաժան բան է։ Հետո մի բան որ ահագին ուշ իմացա, որ այդպիսի խնդիր կա, որ պարզվեց Հայաստանում քիչ մարդ է հասկանում արևմտահայերեն կամ ձևացնում է, որ չի հասկանում արևմտահայերեն կամ Եվի ձևացնում, ինչ որ մի չափով պիտի որ միևնույնն է հասկանանք, էլ կարող 100% չհասկանաս, այնտեղ բառեր լինեն, որ արևելահայում չեն, բայց քերականորեն հասկանում ես էլ ես էլ այդպես մտածում, բարձրվեց չէ։ Okay։ Այդ մարդիկ շատ քանակությամբ բախվել են ու զարմանալիորեն հենց Երևանում։ Օրինակ մի հարցազրույց էի կարդում, չեմ հիշում անունը, տարիքով կին էր, որ եկել էր ու հետո գնացել էր լուսանկարչուհի էր, այդպես ապարատով գնացել էր մարզերում նկարելու բան։ Ասում է դե գնացի Լորվա մարզ, այնտեղ իրանք դիալեկտով են խոսում եւ այլն։ Ու ոնց որ մարզում մարդիկ, որոնք իրանք բարբարով են խոսում, ուղղակի ուշադիր են լսել, որ հասկանան, այսինքն դու բաներան, որ կա միտում, որ հասկանա։ Երևանում գուցե այդ պատճառով որ մենք Երևանում ունենք այդ բանը, որ մերը դե կենտրոնական հայեր։ Մենակ մենք չենք, այդ երևի բոլոր մայրաքաղաքներ ունեն այդպես ինչ որ տենդենց, հա, Մոսկվան չէ։ Ռուսաստանում այդ Պետերբուրգին հա։ Բայց այդ ինչ որ մայրաքաղաքային բանը կա, որ մենք ճիշտ լեզվի կրողն ենք, այն մնացածը բարբարներ են եւ արևմտայինը բարբար չի, հիշեցնում եմ, արևմտայինը լեզվաձև է։ Այո, բայց հիմնականում հա, դա խնդիր էր, որը մասը ես վերջերս եմ իմացել։ Ընդհանրապես մենք չենք իմացել իրանց խնդիրների մասին։ Հա, մենք չենք էլ հասկացել, որ այդ ինտեգրացիան ինչ որ գործընթաց է, չէ։ Ինձ համար հայեր էին, եկել էին, ապրում էին, այսինքն տենց մենք չենք ես չեմ հասկացել, որ պետք է դա կազմակերպել, օգնել։ Իրենց հիմնական ուղղակի չէին խանգարում։ Ինչ որ քվոտաներ չկան, ինչ որ նպաստներ կային, հա, միայնակ ծերերի համար եւ այլն, ծերերին ինտեգրեցին են առումով օրինակ սկսեցին թոշակ ստանալ։
ինչու լավ է, բայց ինչ որ ինտեգրման գործընթաց չեղավ։ Միակ բանը, որ հիշում եմ, որ արեցին, այդ թույլ չտվեցին, որ գետոներ ստեղծվի։ Այսինքն օրինակ երեխեքին բաշխեցին տարբեր դպրոցների վրա, չգիտեմ, փորձեցին հենց անել, որ այդ մարդիկ չմնան կուտակված իրանց տրավմայի մեջ, բավական լուրջ քայլ է իրականում երեխեքի չգետոյացումը իրականում։ Դա տենց առանց բարձրաձայնվելու արվեց, եկեն ես այդ ժամանակ ուսանող էի եւ ուրիշ բաներով էի զբաղված ու տենց շատ լավ չեմ հիշում, բայց ու իսկապես հիմա մենք ունենք, չունենք ինչ որ սիրիական թաղամաս կամ սիրիացիների շենք կամ այսպիսի բան, իրանք բոլորը ծրված են, հավանաբար իրանք ունեն իրենց community-ին, որտեղ փորձում են լեզուն պահեն, ինչ որ այդպիսի բաներ։ Ինչը սիրուն է շատ մշակութային։ Ինչը սիրուն է, ինչի կարիքը որ կա մի քիչ բան է, տխուր է, որտեղ Ստացվում է Սիրիայում իրենց ավելի հեշտ էր պահել արևմտահայերենը, որտեղ ինքը հակադրված էր արաբերենին, այստեղ ինքը հակադրված չի արևելահայերենին, բայց ընդհանուր արևմտահայերենը ոնց որ մեռնող լեզու է, Հայաստանի Հանրապետությունը իրեն պահող բան չունի, այդ մարդիկ ստացվում է Հայաստանի մեջ պիտի մի բան անեն, որ հայերենը պահեն, ինչը ասած լրացուցիչ ծանրաբեռնվածություն է, ներգաղթյալի առանց էտել ծանրաբեռնված, որտեղ իրենք տուն չունեն, չէ։ Դե մշակույթ միջավայրն են փոխում, միջավայրն են փոխում, ինչ-որ մի մաս փախստական են, այսինքն տրավմատիզացված են։ 2023-ին ինչ-որ Կովկասյան հետազոտությունների կենտրոն կար, անունը չեմ հիշում, բայց միտեղ երևի կգրենք, հարցում էին արել եւ մոտ 80%-ը տեղափոխված սիրիացիների իրենց պատկանող անշարժ գույք չունի, այսինքն վարձով են ապրում, դեռ 10 տարի անցել, հա։ Այդ մարդիկ շարունակում են վարձով ապրել։ Մենք հասկանում ենք, որ օրինակ ռելոկանտների ալիքը եկավ, տների գները բարձրացան, իրանք այդ խոցելի խմբի մեջ են։ Մենք դրան շատ ուշադրություն չենք դարձնում, որտեղ պետք է հայաստանցիներ էլ կան այդ խոցելի խմբում։ Ինչ տարբերություն Սիրիայից է եկել, թե մարզից է եկել Երևան ու իր վարձը թանկացել է։ Հայը սկզբունքով։ Հա, այ ոնց է ասում տեղ կա որ հա նույն խնդիրները ունենք, բայց տեղ կա որտեղ իրանք ուրիշ են, այսպես ասած։ Բայց again գլոբալ մասշտաբով Հայաստանի Հանրապետությունը իրանք գալուց օգուտ ունեցավ ու վնաս չունեցավ։ Sense թվում է ներգաղթը ճիշտ կազմակերպելուց միայն օգուտներ կարելի է ունենալ։ Մյուս հարցս այն է, թե ինչի են ներկայիս ներգաղթի ալիքները ավելի հնչեղ ու ավելի զգայուն, այսինքն որ խոսում ենք դրա մասին, բայց մյուս հարցի սկզբում պատասխանեցիր։ Մի հատ հարց տամ, թեկուզ կուզես հայերի մասին, կուզես ընդհանուր ներգաղթի մակարդակում հարցը ընդունիր ու պատասխանիր, մենք սենց հասարակություն ենք, որ անկախ մեզնից, այսինքն առանց դրա մասին խոսալու բարձրաձայն, գրեթե լռելային, մենք ունենք պատկերացում լավ ներգաղթյալների եւ վատ, ճիշտ եւ սխալ ներգաղթյալների մասին, հա։ Ինչ ես կարծում, որտեղից է դա գալիս ու ովքեր են մեզ համար լավ ներգաղթյալները եւ վատերը։ Դա հայաստանյան ֆենոմեն չի։ Առնվազն բոլոր, այսպես ասած, post գաղութային այդ գաղութային երկրները ունեն այդպիսի պատկերացում։ Առհասարակ հաշվի առնելով, որ անկալման առումով, հա, մարդկության անկալման առումով աշխարհը մեծամասամբ եվրոցենտրիկ կա ու սպիտակացենտրիկ կա։ Դրա համար մենք բոլորս մտածում ենք, բա մի քանի հոգի լավ sense boy of սիրուն շեկ կապույտ աչքերով դանյացի չգար, այս երկիրը շենացներ, ու մենք իրաց գլխներից վրա պահենք։ Քարը ճաքի տրակի նորվեգացի։ Հա, էլի, բայց ես օրինակ շվեդ կուզեի, որտեղ իրենք սիրուն են հագնվում նաև։ Okay։ Բացի մնացած ծառայության։ Բայց հարցը ցակում թե ինչի համար դանյացին պիտի գա Հայաստան։ Չեն ներգաղթում լավ ապրող երկրից վատ ապրող երկիր, այսպես չի լինում։ Այսինքն մարդիկ երբեմն գալիս են աշխատելու, այո, բայց ներգաղթ որպես այդպեսի լավ ապրող երկրից վատ ապրող երկիր չի լինում, միշտ լինում է հակառակը։ Եվ շատ հազվադեպ է լինում, ոնց որ կենտրոնից գաղթ դեպի պերիֆերիա, հիմնականում պերիֆերիաներից գաղթա դեպի այս կամ այն կենտրոն։ Օրինակ այն իրավիճակը, որ մենք հիմա ունենք հնդիկների հետ, բավական ունիկալ է, որովհետև իրանք էլ են պերիֆերիա, հա, ոնց որ ստացվում է իրանք բրիտանական կայսրության պերիֆերիան են, մենք ռուսական կայսրության պերիֆերիան ենք, մենք իրար մեջ ինչ որ
Բայց միաժամանակ ինչ որ ժամանակ չէ, Հնդկաստանը եղել է մեր համար ինչ որ մի կենտրոն, որտեղ մենք գնացել ենք Օսմանյան կայսրության պերիֆերիայից, որ այնտեղ սարքենք մեր կենտրոնը։ Մեր հարաբերությունները ինչ որ մի քիչ այդ տրամաբանությունից դուրս են, օրինակ, հա։ Բայց այդ պահը որ հա մենք ունենք պատկերացում լավ ներգաղթյալ, ես կարող նույնիսկ նկարագրեմ լավ ներգաղթյալը 30 տարեկան տղամարդ է, 1.95 բոյով, շեկ մազերով, կապույտ աչքերով։ Շվեդ տղա։ Կարա ռուս լինի, կարա ուկրաինացի լինի, կարա չգիտեմ, հա, գերմանացի կարա լինի, ֆրանսիացիներ կան այդպիսի, այսինքն միջինում այդպիսի բան է։ Նախ արևելքը այդպես է անցալու։ Նույնիսկ նույն երկրի մեջ, հա, այդ արտաքին տվյալներով մարդը միշտ ինչ-որ բենեֆիտ ունի։ Մենք նույն ազգից ենք, բայց դու միշտ այդ բենեֆիտը ունենալու ես քո կապույտ աչքերի համար, ու տենց շատերը։ Որովհետև ընկալումը սպիտակա ցենտրիկա։ Դրա համար մարդիկ, որոնք մեզնից մուք են, օրինակ հնդիկները, ընդունվելու են ավելի վատ, քան մարդիկ, որոնք մեզնից բաց են, օրինակ նույն ռուսաստանցիներ։ Այդ ես չեմ կարծում որ ինչ որ բան հնարավոր է անել, ու որովհետև դա այնքան խորը նստած է, այնքան համընդհանուր է ու այնքան երկար պատմությամբ է պայմանավորված գաղութացումների եւ այլն, որ չգիտես, այդ ընդհանուր բան է։ Դրա հետ ոչ մի բան հնարավոր չի անել, այս պահի դրությամբ։ Okay։ Խոսանք այդ ճիշտ ներգաղթյալ խմբից մեկի մասին, ռուսաստանցիների մասին, իրանք ռելոկանտ են, մենք էլ ենք կարծես այդ տերմինը օգտագործում, ռելոկանտ անվանում, ներգաղթի մասին Ռուսաստանից, պատճառները ինձ թվում է հայտնի են ինչի այդպես եղավ 2022-ից հետո, արդեն դու նշեցիր, որ տների գինը միանգամից բարձրացավ, էլ ինչ բերեցին իրանք այդ լավ բաներ էլ բերեցին, կամ թեկուզ այլ վատ բաներ, ինչ բերեցին ընդհանրապես ռուս ներգաղթյալները իրանց հետ։ Տերմինի պահով ասեմ, ինձ թվում է, որ տարբերություն, այսինքն մենք էլ ենք իրանց ռելոկանտ անվանում իրանք, բայց ինձ թվում է տարբեր պատճառներով։ Այսինքն իրանք ռելոկանտ են համարում, որովհետև իրանք կենտրոնն են, մենք պերիֆերիան ու այդ ընկալումը Ռուսաստանում կա, չի փոխվել։ Ու ինքնպես ասած բավական բոլոր մակարդակների վրա հայաստանցիների մոտ կա, բայց մի քիչ ավելի խորը մակարդակի վրա է, արտաքին մակարդակի վրա մենք չէ ոնց մենք անկախ, չէ՞, բայց խորը մակարդակի վրա դա ունենք։ Այսպես բոլոր մակարդակների վրա է։ Իսկ մենք իրաց միգրանտ չենք ասում, այլ ասում ենք ռելոկանտ, որովհետև իրենք փող են բերել։ Միգրանտը մարդ չի, որը փող է բերում, միգրանտը մարդը, որը գալիս է փող աշխատել եւ տանելու։ So իրանք ինչ-որ ֆինանսով եկան, դրա համար իրանց նույնիսկ միգրանտ ասելը, հա, մի քիչ այն չէր, ռելոկանտը սիրուն բառը, տենց տեղավորվեց։ Ինձ թվում է այդ պահը կա։ Բայց վստահ չեմ, ինչ-որ սոցիոլոգները կասեն։ Իսկ թե ինչ են իրանք բերել, թվում է դեռ շուտ է գնահատել։ Ինձ թվում է մենք դեռ կարող ասենք անձնական փորձառությունների մակարդակով։ Օրինակ ինչ որ մեկի անձնական փորձառությունը վատ է, որովհետև գները բարձրացան, օրինակ, ինչ որ մեկի անձնական փորձառությունը լավ է, որովհետև ինքը երկար ժամանակ չէր գտնում բժիշկ, որ իրան կբուժի, ու մեկը մի հատ ռուս բժիշկ իրան բուժեց, պայմանական, հա։ Իմ համար օրինակ ավելի շուտ անուշիկ, այսպես ասած, փորձառություն ունեմ ես, որովհետև շատ բաների ես լինելով ոնց որ երևանցի, ես արդեն չէի տեսնում դրանք ինչ որ լավ բաներ որ կա, ես դրանք չէի ոնց որ ասում աչքդ բանը լողոզվում է, հա, իրանք դրսից եկան, սկսեցին դա տեսնել, գնահատել, ցույց տալ, խոսել այդ մասին, ու մեկ է սկսեցին նկատել, հիշել ինչ որ բաներ, դա այսպես անուշիկ փորձառություններ։ Սոցիումի առումով ինձ թվում է դեռ շուտ է ասել։ Նախ որովհետև մենք չգիտենք ինչքան մարդ է մնացել, հետո իրանք դեռ բավական փակ բաբլի մեջ են։ Ովքեր որ մնացել են, իրանք իրանց փուչիկի մեջ ապրում են, քչերն են հայերեն սովորում։ Ոչ թվա որ հիմա հիշենք այդ ովքեր որ հայերեն են սովորում, հենց որ բլոգ ունեն անպայման այդ մասին, ու մենք իրանց դրամ կարան կանոններով իրանց երեխեքի դպրոցով եւ այլն ասենք։ Ինչը շատ լավ է։ Շատ լավ է։ Ու այդ երեխեքը հետո այդ բաբլից դուրս կգան ու այն նոր կերևա թե իրանք ինչ են բերել, օրինակ իրանք կբերեն ինչ-որ ուրիշ դաստիարակություն, ուրիշ մշակույթ, ուրիշ բայց հələ որ փակ է, հա, ի տարբերություն, իրանք գետոն ունեն ամեն դեպքում, որը ավելի սոցցանցային է, քան տեղային, հա, բայց ունեն։ Դրա համար դեռ գնահատելու չի։ Բայց իրանք գալը ցույց տվեց օրինակ տրամադրություններ, որ ես չգիտեի, որ կան Հայաստանում։ Այսինքն ես չգիտեի, որ այդքան մարդ Հայաստանում ոնց է լինում ռուսներից։ Հա, այդ ես էլ չգիտեի, զարմացա ես։ Այսինքն մեր կա լավ վերաբերմունք, ու դες նեյտրալ։ Բայց որ կա այդպես ընդգծված
չգան էլի սեր Աստծոյի վերաբերվում, ես չգիտեի օրինակ իմացա։ Ինձ համար էլ էր զարմանալի, հա։ Մի բան եմ նկատել, բայց երևի էլի քոսացի հետ համաձայն եմ, որ մի քիչ երկարաժամկետ պիտի դրան հետևենք։ Մենք ունենք, չէ, sense մեր մշակույթի մեջ, որ ամոթ հա օտարը մեր վատ բանը տեսնի։ Ու ես հիշում եմ, որ իրանք սկզբում եկել էին ինչ-որ sense սուբոտնիկներ էին կազմակերպում, իջնում էին աղբեն հավաքում։ Ինձ հետաքրքիր է այդ ամոթը, որ մենք այդ օրերին այդ նկարները նայելով զգում ենք, կդառնա իրոք վարքագծային ամոթ, այսինքն վերածվի սեփական քաղաքի միջավայրի նկատմամբ ավելի հոգատար վերաբերմունքի, գոնե զուտ հիմնվելով այդ ազգային, այդ մշակութային առանձնահատկության վրա, որ օտարը պիտի մեզ գեղեցիկ տեսնի, մաքուր տեսնի, սիրուն տեսնի, չգիտեմ, ես հիշում եմ, որ այդ ամոթը թեմա էր Facebook-ում, որ հələ նայեք օտարները եկել են մեր գետի ափերը մաքրում են, կհիշես այդ թեմաները։ Իհարկե։ Ուղղակի ես այդ ամոթին անկեղծ ասած չեմ հավատում։ Այսինքն ինձ թվում է, որ դա ավելի խոսքային բանական զգացական։ Ես չեմ կարծում այդ ամոթը կա։ Ես գիտեմ, որ կա ամոթի կոնցեպտը։ Իսկ մարդիկ գիտեն, որ ամոթ է, բայց իրենք ամոթ չեն զգում։ Որտեվ եթե դրա ամոթը զգան, ուղղակի չեն թափի այդ աղբը։ Բայց հիմա ինչ-որ օտարը ասեց, որ լավ չեք անում։ Կարող է ինչ-որ լոկալ, հա, ասինքն եթե դու գիտես հարևանը դա անում, հա ինչ-որ 1-2 հարևանի վրա դա ազդի, բայց որ գլոբալ ազդի, ես ընդհանրապես մտածում եմ, որ գլոբալ կարարժի ազդի տուգանքները եւ այսպես խիստ պատիժը այդպիսի բաների վրա, որովհետեւ ոնց նայում եմ, ինչքան անպատիժ է, ինչքան չգիտեմ, կոռումպացված երկիր է, որ ինչքան շատ է հնարավոր պատժից խուսափել, այնքան ավելի աղբանոց է այդ երկիրը։ Զուտ իսկապես էլ աղբի առումով ոչ ինչ որ հա հասկանում հենց դրա մասն էլ խոսում եմ։ Ինչքան խիստ է պատիժը եւ նաեւ հետո ոնց որ դրանից բխող հանրային պարսավանքը, այնքան մաքուր է երկիրը։ Ափսոս, բայց հետևենք, տեսնենք։ Բայց որ մի երկու հարևան էլ քեզից օրինակա վերցնում, այդ ոնց որ գիտես, ասենք դու գիրք ես կարդում, այնքան ես ոգևորված խոսում այդ գրքից, մեկ էլ չկարդացող գերույթ ասում կարդալ, հա հավես է, բայց դա ինչ որ չես կարելի բոլորին։ Եկած ռուսների մի մասը արդեն լքել է նաև Հայաստանը, հա։ Մենք խոսացինք ինչ բերեցին իրանց հետ, ինչ ես կարծում, ինչ տարան, ինչ կորցրեցինք մենք այդ, չգիտեմ, դրանք կարելի է արտագաղթ ասել, բայց այդ ռելոկանտների երկրորդ ալիք ռելոկացիայով Եվրոպա իրանք փորձեցին, ինչպես դու ասում ես, միշտ մարդը ձգտում է ավելի լավի ուղղությամբ, Եվրոպա, Ամերիկա եւ այլն, Հայաստանը լքած ռուսները ինչ տարան հետները կամ ինչ կորցրեցինք, ինչ պոտենցիալ կորցրեցինք մենք, ինչ ես կարծում։ Հարցին կպատասխանի էկոնոմիկային Արժեր որ պատասխաներ կամ մտածեին դրա մասին, բայց այլ տեսանկյունից։ Նե, ես կարամ էլի ասեմ գաղափարական երևի առումով ավելի քան տնտեսական, բայց նախ պետք է հաշվի առնել, որ այդ բոլոր գնացածների գնալու համար մեղավորը մենք չենք։ Որովհետև շատ կարևոր հասկանալ, որ Ռուսաստանն էլ է եվրոպացենտրիկ։ Այսինքն ինչ որ X քանակության մարդ, որովհետև ռելոկանտները որ կան, իրենք միջինից բարձր եկամուտ ունեցող մարդիկ են, հա։ Այդ են մարդիկ են, որ ինչ որ պահի իրենց կարան թույլ տան տեղափոխվեն ավելի լավ երկիր, գոնե իրենց երեխեքի համար։ Բայց քանի որ այդպիսի տեղափոխությունը միշտ ստրես է, բարբերաբար հետաձգվում այ մի քիչ ավելի շատ փող ունենանք, չգիտեմ, երեխեն տեղափոխվի բանդասարան, անցումային դասարան, կամ չգիտեմ, էս, չէ։ Երբ որ ստեղծվեց այդպիսի պայման, որ այ արագ պետքա գնալ, մարդիկ արագ հասկանում են, որ դա իրանց հնարավորությունն է այդ հետաձգված որոշումը կայացնելու։ Բոլորիս հետ այդպիսի մի բան եղել է, չէ՞, որ ինչ-որ բան վաղուց էինք ուզում անենք, հա վախենում ենք, բայց մեկ է դդխ մի բան եղավ, ասեն դե լավ, որ հասել եմ ստեղ, ես էլ անեմ նոր։ Ու ինչ որ մի տոկոսը ես վստահ եմ, որ ի սկզբանե ուղղված է եղել գնալու դեպի արևմուտք, կլինի դա Եվրոպա, Ամերիկա եւ այլն, ու ուղղակի սա իրան առիթ էր, ու Հայաստանը այսպես ասած նավահանգիստ էր, որտեղից իրենք կարային այդ նավը նստեին, բայց այդ նավի տոմսերը իրանք առած եկել էին 5 տարի առաջ, հասկանում ես։ Մյուս կարևոր փաստը, որ շատ դժվար է գոհացնել օրինակ մոսկվացիներին։ Թե հա։ Այդ Ռուսաստանում էլ է դժվար։ Հա, ու ես վստահ եմ, որ այդ կազմը, որը եկել է Երևան կամ չգիտեմ Թբիլիսի ու հետո գնացել է արևմուտք, թեկուզ որ արևմտյան մայրաքաղաք, հիմա իրենք այդ արևմտյան մայրաքաղաքից էլ են դժգոհ։ Հա, մոսկվացին ինքը տենց Ահա,
Մոսկվայա կենտրոնը։ Ապրես։ Ու ես օրինակ հանդիպել եմ ունեինք ուսանող ընդ որում աղջիկ, հա, մեր հայտան հարևան տաններ ապրում։ Ու հայեր, բայց ռուսաստանցի։ Ինքը տենց միշտ ասում էր, «Օ, ես Փարիզում տպավորություն ունեմ, որ 2006 թվի Մոսկվան է»։ Ինչ որ ինչա դա նշանակում ես անկեղծ չգիտեմ, բայց դե հետեկտիպ է, էլի մի քիչ էլ է։ Հա, բայց այսինքն իրականում իրանք որտեղ են գտնվեն դժգոհելու բան ունենալու են, բայց ի տարբերություն Հայաստանի, այնտեղ իրանք նաև ավելի շատ սոցիալական երաշխիքներ ունեն ու իրանք դա գիտեն։ Ու ասենք թե դու մի տեղ ես, որը քեզ այսպես թե այնպես դուր չի գալիս, գոնե հանգիստ լինես քո երեխեքի համար։ Ահա։ Ոնց որ գաղտնիք չի, որ դու քո երեխեքի համար ավելի հանգիստ կլինես պայմանական Օսլոյում կամ պայմանական Երևան։ Հա ինչ որ վստահ որ ինչ որ մաս եկել էր այդ հույսով որ կմնա ու ստիպված գնաց կամ չուզելով գնաց կամ գնաց որովհետև այլ ելք չուներ, բայց ըստ վադա ամեն դեպքում փոքր մասն եղել ավելի մեծ մասը ու սենց թե գնացող էր։ Ամեն դեպքում ափսոս է կորցնել մարդկանց թե քո իսկ հանրությունից, հա, ծնված մեծացած քաղաքացի, թե ներգաղթած թե նույնը նաև արցախցիների հետ կապված, չէ, էլի կան խմբեր, որ լքում են Հայաստանը, ու էլի շատ ցավոտ թեմա է։ Ուղղակի արցախցիների ներգաղթը այդքան էլ ներգաղթ չի, այնտեղ որ ուրիշ առանձին կատեգորիա է տեղահանությունը եւ բռնի այդ ամեն ինչը եւ այլն, որ իրեն սովորական ներգաղթի տրամաբանության մեջ դժվար է դիտարկել, բայց ինտեգրելը պետության խնդիրն է արդեն, անկախ նրանից ինչի հետևանքով է քո մոտ մարդկային ռեսուրս գալիս 21-րդ դարում մարդկային ռեսուրս պահելը իրականում վատ բան չի, էլի։ Հա, եթե կհիշես, մենք 2023-ին, այսինքն բլոկադայի ժամանակ, հա, մինչև սեպտեմբերը, այդ չորաբաստիկ, շատերն էին առաջարկում, ու ես իրենցից մեկն էի, կազմակերպել ներգաղթ, դա կլիներ կազմակերպված ներգաղթ, առանց պանիկայի, նախապատրաստված, այդ մարդկանց համար արդեն ինչ որ բաներ սարքած կլիներ եւ այլն ինչ որ ծրագրեր կլիներ իրանց ինտեգրելու եւ մենք ունենայինք նույն պատոկը ուղղակի ավելի խելացի, բայց դա հենց այդ ինտեգրացիոն գործընթացը կլիներ, էլի նախորոք մշակված, հա։ Բայց մենք այս կենացը, արի մի քիչ էլ զրուցենք վատ միգրանտներ, դե ասեցինք, որ մենակ չենք, անցանկալի, գոնե իմացանք, որ անցանկալի, իմացանք, որ մենք միակ ազգը չենք, որ տենց մտածելակերպ ունենք, եվրոպացիներն են նույնիսկ տենց էլի անկեղծ լինենք, հնդիկները, ռուսներից հետո սկսեցին գալ մեծ այդ խմբերով, հա, իրանք ոնց որ ավելի քիչ են նույնիսկ հիմա քան ռուսները, բայց մենք թվերով քիչ ենք զգում ենք դա, այ եթե ռուսների դեպքում դու էլ ես էլ զարմանում ենք, որ կան նաև հայեր, որոնք իրանց վատ են վերաբերվում, հնդիկների դեպքում գրեթե զարմանում ես, որ կան որ լավ են վերաբերվում, որ վատ ենք վերաբերվում ու զգում ենք ու զգայուն ենք այդ թեմայի շուրջ, հա։ Ինչ ես կարծում, իրանք իրանց հետ ինչ կբերեն կամ ինչ են բերում սոցիալական ծանր խավից, շերտից եկող են էլ Հնդկաստանի պես երկրում, որտեղ իրոք մարդը դասակարգի է էլի պատկանում, ինչ ես կարծում, մենք կունենանք տենց սոցիալ մշակութային բախումների ու տարբերությունների խնդիր կամ ունենք գուցե արդեն դե նախ նայ մենք հնդիկները ավելի շատ են երևում ուղղակի որովհետև իրենք երևացող աշխատանքներ են անում են առումով որ այսինքն ռուս այթիշնիկը իր օֆիսում կամ իր տանը նստած է, հա, դու իրան առանձնապես չես տեսնում, թե որոշ գնիք կետեր կա, որ մտնում ես ուտեղ ռուս այթիշնիկներ են նստած։ Ուղղակի մարդկանց աշխատանքի բնույթի համար է։ Ու եւ իրոք հնդիկները իրենք այդքան շատ չեն Հայաստանի բնակչության համեմատ, իրենք մի տոկոս էլ չեն կազմում։ Դու շատ պստիկ սրա, բայց 30 մոտ 30,000 հնդիկ է օֆիցիալական, որ մտել է Հայաստան, հա։ Բայց դու փողոցում իրանց իրոք անդադ տեսնում ես։ Դե նախ որտեղ իրանք տարբերվում են ոնց որ վիզուալ հնդիկը միշտ հնդիկ է, իսկ ռուսները ոչ բոլոր ռուսներն են։ Հա, այդ տիպիկ սլավոնական, հա, արտաքինով, ոնց որում շատ հայերի են ռուսների տեղ դնում եւ հակառակ։ Իսկ քեզ ինչից հետո եկան այդ 30,000, դա ինչի հետևանք էր Հայաստանում, ինչ որ մի բան դրական ուղղությամբ փոխվեց, որ սկսեցին գալ, թե այնտեղ վատացավ։ Ինչ ես կարծում, ինչի մեկ էլ սկսեցին իրանք գալ Հայաստան։ Այնտեղ վատ էր։ Այնտեղ հա։ Ես չեմ ասում, իմ բանը չի, բայց տնտեսագետները ասում են, որ դոլար-դրամ հարաբերակցությունը ինչ որ պահի դարավ բավական շահավետ դրամի համար ու ոնց որ քարացավ այդ դիրքում, այսինքն հասկացանք, որ կա դրամ ստաբիլ,
որը դոլարի նկատմամբ դες նորմալ կուրս ունի։ Իսկ Հնդկաստան իրենք փող ուղարկում են դոլարով։ Այնտեղ ես չգիտեմ ոնց է տեղի ունենում այդ process-ը, բայց ամեն դեպքում իրենք դոլարով են հաշվարկում։ Ահա, ինչ որ պահի դա ստաբիլացավ եւ այլն, ու հետո ոնց հասկանում եմ նորից ուսումնասիրություններից, այդ սարաֆանի ռադիո ասածով իրանք սկսեցին գալ։ Այսինքն սկզբից եկա ինչ որ մի խումբ հնդիկների, որոնք սկսեցին աշխատել շինարարության վրա, ու պետք է հաշվի առնենք, որ Հնդկաստանի որոշ ռեգիոններում $100-200 շատ մեծ փող է։ $100-200 5 հոգանոց ընտանիք այնտեղ լավ ապրում է։ Այսինքն թվաբանությունը լրիվ ուրիշ է։ Հիմա երբ որ գալիս է այդպիսի ինչ-որ տարածաշրջանից մեկը, այստեղ ստանում է միջին, ասենք չգիտեմ, 350,000 դրամ աշխատավարձ, հա։ Ինչ-որ բան տալիս է տանվարձ, ինչ-որ բան ուտում է եւ այլն, աշխատում ասենք թե շինարարության վրա։ Եթե շինարարության վրա են, այն ամենասկզբից, իրանք նույնիսկ տանվարձ չէին տալի, որտեղ տեղում էլ ապրում էին իրենց։ Տալիս, հա։ Դա համարյա $1,000 է, ու դու զանգում ես տուն ու ասում ես, որ քո աշխատավարձը $1,000 է, եթե քեզ այնտեղ $200 տա հարստություն է, դա արդեն շատ լուրջ է, այսինքն քո սոցիալական վերելակով ոնց որ ավտոմատ սկսում ես քո համայնքում բարձրանալի, չէ, բոլորին հաճելի է։ Եվ դու կարաս իսկապես քո այդ $100-200 ուղարկես քո ընտանիքը այնտեղ ապրի, ու այնտեղ բազմամարդ ընտանիքներ են, չէ, հիմնականում նուկլեար 2-3 հոգանոց ընտանիք շատ քիչ կա, մեծ ընտանիքներ են։ Այսինքն մի հոգի աշխատողը մանրամետ այդ երկրում, որտեղ կանայք հիմնականում չեն կարող աշխատեն նորմալ կամ ինչ-որ բանանեն եւ այլն, կարող ուղղակի մարդկանց կյանքեր փրկի։ Իրանք սկսեցին պատմել իրանց կրկին մեծ ընտանիքա զարմիկները, դվայրոդնի աղբերները եւ այլն, ու սկսեցին գալ լիհաբանաբար օրինակ են մակրուհիները եւ այլն, որ մենք տեսնում ենք սուպերմարկետում, հնդկուհի։ Իմ մոտ քիչ չեմ խոսացել, բայց իմ մոտ ենթադրություն կա, որ իրանք այդ ընտանիքներից են, որտեղ տղա երեխա չկա օրինակ։ Որտեղ մեծ մասը եթե նկատելս տղամարդիկ են գալիս, բայց կան ինչ-որ քանակի կանեք, իրենք հիմնականում մակրուհի են աշխատում։ Այսինքն դու գալիս ես Հայաստան, դու քո ընտանիքի միակ կերակրողն ես տրամաբանության մեջ։ Որպես համենայնդեպս պատմությունների լրագրողները բավական հետքը բավական մեծ հետազոտություններ արել։ Բոլորը ասում են, որ օրինակ եկավ իմ զարմիկը, իր գործը լավ էր, ինձ ասեց արի, ես օրինակ այսքան փող տվեցի գործակալին, եկա իմ գործը այդքան լավ չի, բայց չգիտեմ, բայց զարմիկի գործը շարունակում է լավ լինել, դիտի, հիմա ինչպես ամենտեղ, հա, միգրանտների երևի առաջին ալիքը, այսպես սերը քաշում է։ Հա, իսկ վատ ինչ, կարծում ես ինչ որ սոցիալ մշակութային, հա, վատ հետևանքների սպասենք կամ արդեն իսկ նկատվում են։ Վատ հետևանքները իրանք բավականին խաղաղ, հանգիստ տպավորություն են թողում, էլի, այդպես։ Չգիտեմ ինչքանով դա կարող համարվի վատ հետևանք, նախ այն, որ իրանք ոնց որ վերհանում են իրանք գալու պատճառով կամ շնորհիվ, մենք ցույց ենք տալի, թե մենք ոնց ենք վերաբերվում, այն ինչ որ քսենոֆոբ դրսևորումներ, որ ոնց որ կարենք մեզ հույս տայինք, որ չկա։ Բայց հիմա պարզվեց, որ կա ու շատ է։ Ու դա օրինակ իմ համար շատ նու վիրավորական է թվում, գիտես ինչի, որտեվ ընդհանրապես 100 տարի առաջ այդ կեղտոտ հնդիկներ ասածը, այդ մենք էինք, ասենք, մարսելու։ Ու մենք հələ ավելի կեղտոտ ենք, որտեղ լայք ցեղասպանությունից էին փրկված, սոված, բառացիորեն կեղտոտ, նավերի այդ ամբարները, բեռնատար նավերի լցված, խոլերայով եւ այլն, հա, ու մենք հասանք ու այդ երկրները մեզ ընդունեցին, ու այդ 100 տարի առաջվա եվրոպացին բնավն ու եվրոպացին չի ինչ որ հիմա 100 տարի առաջվա եվրոպացին շատ նման է ներկայիս մեզ ու կար այդ վերաբերմունքը որ այս կեղտոտ հայերը եւ այլն մեր մոտ դեպ մենք այդ գոնե այդ առավելություն ունենք որ երբ որ ինչ որ հանցագործություն է լինում մենք չենք ենթադրում որ հաստատ հնդիկ կար է օրինակ չէ իսկ այն ժամանակ օրինակ Եվրոպայում կարևոր ինչ որ դեպքեր լինում ասում էին հաստատ էս հայերից կամ հույներից արած կլինի կամ հրեաներից կամ ինչ որ մի ներգաղթյալից հա ամեն դեպքում ինֆորմացիայի տարածումը ինչ որ ձև բանարել է ու ինձ թվում էր որ մենք դա պիտի հաշվի առնենք էլի կամ ֆրանսիացին կարա դա հաշվի չառնենք ուրա գաղթել ոչ միտեղ բայց մենք պիտի հաշվի առնենք, մենք հաշվի չենք առնում, այդ մի քիչ լավ բան չի ասում իմ կարծիքով մեր մասին։ Իրականում այդ ես շատ հաճախ եմ նկատում, թե օրինակ պատերազմների ժամանակ ու ես միշտ զարմանում եմ դրա վրա, էլի, երբ որ ասենք մասսայական քաղաքային բնակչությունն է ոչնչացվում պատերազմի ժամանակ, մենք չունենք այն էմպաթիան, կարեկցանքը, որը ես կակնկալեի այդ այնց բանի միջով անցած ժողովրդի կողմից ինձ միշտ հետաքրքրել է որտեղից մեր մեջ ոչ թե դաժանությունը, այլ կարեկցանքի պակասը իրոք կամ
ընկալումը, որ ես ախր ինքս անցել եմ դրա միջով, էլի։ Երևի գուցե առանձին զրուցելու թեմա է, բայց անընդհատ փաստորեն ի հայտ է գալիս այդ խնդիրը, որ մենք ունենք կարեկցանքի, էմպաթիայի, ես էլ եմ դրա միջով անցել այդ զգացմունքը ցույց տալու կամ գոնե զգալու, հա, պետք չի ցույց տալ, գոնե զգալու խնդիր, չէ՞։ Փաստաթղթի ստացվում է, որ դա փիլիսոփայություն է իրականում, որը պետքա ներդնել։ Հա, այսինքն բնական էմպաթիա որպես այդպեսին չկա, բնական ոնց որ բան, որ դու քո ապրածը գցես իր վրա հասկանաս եւ այլն, հա, դու պարտադիր չի քո նախնիների, որտեղ դες այդ բոլոր պատմությունները մեր կյանքում դպրոցից կան, էլի, մանկապարտեզից, դպրոցից, հեռուստատեսությունից, գուցե հենց դա որ մերը չի, այլ մեր այսինքն մենք ինքներս դրա միջով չենք անցել։ Մասնավոր դեպքեր գիտեմ, որ մարդիկ, որոնք ասենք X հաշմանդամությամբ հարազատ ունեն, վատ են վերաբերվում այդ նույն հաշմանդամությամբ ուրիշ մարդկանց։ Okay, այսինքն ինքը հա ինչ որ տենց գլոբալ բան է, որպեսզի դու հաշմանդամություն ունեցող մարդկանց ոնց որ օքեյ վերաբերվես, հա, հիմնական դա մտավոր հաշմանդամություններին է դե վերաբերվում։ Քեզ ինչ որ փիլիսոփայություն է պետք, էլի, քրիստոնեական, ինչ որ գիտասրտություն է պետք։ Թեքուստ դա էլ է փիլիսոփայություն։ Հա։ Զուտ են որ բնականորեն դա փաստացի չի ստացվում։ Ախր բնական չէ, ես մտածում եի սեփական կենսափորձից ելնելով, այսինքն քո ընտանիքում կա նույն խնդիրը ունեցող մարդ, դու բոլոր նման խնդիր ունեցող մարդկանց ավելի զգայուն վերաբերվես, ավելի այդ մեջտեղը, այդ երկուսի մեջտեղը մի հատ գիտակցության օղակ կա, որը օրինակ մեր հանրությանը հայգին մասի մոտ ցավոք սրտի պակասում է։ Ես չգիտեմ այդ օղակը, ես չգիտեմ որ այդ օղակը прям գիտելիք է կամ ինֆորմացիա է, դա ինչ որ տեսակի, դժկար ասել է ուղղակի լվացում է, հա, չէ, դոկտրինա։ Ու այդ դոկտրինը պիտի ներդրվի։ Ինչ որ առումով։ Տրաֆիկինգի մասին խոսացիր, նշեցիր, Ժասմին։ Կարծում ես, ինձ թվում է իրանք այդ վտանգի տակ են, որպես սոցիալական խոցելի խավի։ Կարծում ես Հայաստանը այդ ուղղությամբ ինչ որ անելիք ունի, թե դա բացառապես Հնդկաստանի պատասխանատվությունն է այդ մարդկանց գծով։ Հնդկաստանի պատասխանատվությունն է իհարկե իր հետևել, որ իր քաղաքացիներին տրաֆիկինգի չի ենթարկեն, հարցն է, որ մենք բոլորս գիտենք, որ Հնդկաստանը դրան տենց շատ չի հետևելու, որովհետև այնտեղ չափազանց շատ մարդ կա։ Պլյուս մինուս մի քանի տրաֆիկինգի ենթարկված։ Հա, նախ հնարավոր չի, հետո լիքը մարդ ուղղակի փաստաթղթավորված չի, այսինքն պետությունը նույնիսկ եթե որոշի իր մաքսիմումի վրա աշխատի, ինքը չգիտի այդ մարդկանց գոյության մասին։ Շատ երեխեք ծնվում են, ծննդյան վկայականներ չունեն, անձնագրեր չունեն, շատ մեծահասակներ, դա այս պահի դրությամբ հնդկական կառավարության համար դա անիրագործելի բան է, որպեսզի դա իրագործելի դառնա, լիքը բան է պետք փոխել 10 տարի շարունակ, նոր գալ հասնել այդ կետին։ Ու իրենք ոնց որ տենց խնդիր չունեն, որովհետև իրենք ուղղակի այդ մասին չեն իմանում։ Մենք ունենք խնդիր, որովհետև եթե այսպես ասած մեր անունը դուրս գա որպես տրաֆիկինգի ալիք ընդունող երկիր, այդ լավ չի։ Չէ՞։ Հա, չէ։ Լայք իրավաբանորեն միջազգային ինչ որ բաների տեսանկյունից դա միշտ բանա, որով մեծ կարան շանտաժ անեն եւ այլն, դա շատ բան է նշանակ, հա։ Այսինքն Հնդկաստանին դրանից ոչ մի բան։ Բացարձակ ու իր տնտեսությունը բացարձակ չի դուժելու, այդքան մարդ Հայաստանը չի կարող ընդունի, որ իրանց հա անձնական տրագեդիաների առումով օքեյ, բայց պետությունների առումով մենք ավելի ռիսկի տակ ենք, այսինքն մենք էլ պիտի զբաղվենք այդ ռիսկի կառավարմամբ։ Կզբաղվենք արդյոք, չգիտեմ, բայց կարանք գոնե սկսենք օրինակ գիտեմ, որ այդ պայմանագիրը Հնդկաստանի հետ ինչ որ աշխատանքային միգրացիայի դա երկկողմանի է, էլի, այսինքն մենք կգնանք Հնդկաստանը զգայական շուկա է, հա, բացի մնացած ամեն ինչից, հա։ Մերոնք կարան գնան այնտեղ ինչ որ բաներ, գիտեմ, որ այդ պայմանագրի շուրջ խոսում են այս քանի տարի, հա, բայց մենք չունենք դեռ պայմանագիրը։ Այսինքն չի կարող նույն պայմաններով ոնց որ օրինակ հայաստանցիներն են գնում Ռուսաստան, ոչ որ քվոտաներ ունեն, չէ՞, որպեսզի ԱՏՄ անդամ եւ այլն եւ այլն։ Մենք կարող ենք այդպիսի քվոտաներ ունենանք հնդիկների համար, ու եթե հանկարծ պարզվի, որ երկրում ինչ որ 40,000-ով ավելի շատ հնդիկ կա, քան այդ քվոտան է, ուրեմն այդ 40,000-ը եկել են անօրինական ճանապարհով, այդ անօրինականի ագին մեծ մասը դա տրաֆիկինգ է։ Հիմա փաստացի կան դեպքեր, որ լրագրողները գտել են, որ ագենտները բերում են խաբելով մարդկանց, խոստանալով ինչ որ բաներ, որ իրականում գոյություն չունեն, վերցնելով հսկայական գումարներ,
բերում են, այդ ամեն ինչը չկա, անձնագրերը վերցնում են։ Ու այդ մարդիկ ոչ միտեղ չեն կարող գնան բացի Հնդկաստանի դեսպանատնից, բայց Հնդկաստանի դեսպանատունը առանձնապես չի զբաղվում դրանով։ Լրագրողները մի քանի այդպիսի դեպք գրեցին, բայց ես չտեսա ոչ մի լուր, որ ոստիկանություն օրինակ գնաց այդ դեպքերով։ Շատերը իրենցից ապրում են հայտ, իրենց հոստելներում, որտեղ հենց մենակ հնդիկներ են ապրում, որտեղ իրանք ահագին մեծ գումար են տալիս ուղղակի մի հատ վատ մահճակալի համար, 10-15 հոգով մի սենյակում եւ այլն, ոչ մի դեպք չտեսա, որ ոստիկանությունը գնացած լինի, հետաքրքրված լինի, ընդ որում այդ մարդիկ գիտեն թե ով է իրենցից վերցրել Հայաստանում իրանց անձնագիրը, ոստիկանությունը կարող մի հատ այդ գործողություն անի, հա, գնա իրանց տեղը գտնի, բոլոր այդ ազգները վերցնի, դա այդ մարդկանց ասի գնացեք գոնե տուն, բայց չկա այս պահի դրությամբ ինչ, որովհետև մեր շահերից էլ է էլի բխում, ինչպես դու ասացիր, այդ իմիջը չունենալ։ Հա, բայց հավանաբար այս պահին ավելի գերակա է էժան աշխատուժը երևի ինչ-որ շրջանակներում, չգիտեմ այնտեղ ինչ լոբիզմա գնում եւ այլն, բայց ասեմ, այս պահին էժան աշխատուժն է գերակա, որտեղ շինարարության բումը գյուղատնտեսության մեջ էլ էկոնոմիկայի նախարարն էր, չէ՞, կարծեմ թե ԱԺ-ից ինչ որ մեկը ասում, որ գյուղատնտեսական աշխատանքներ կան, որ երկար ժամանակ թափուր են մնում ու Հայաստանից չեն գտնվում մարդիկ, ովքեր պատրաստ են աշխատել գյուղերում, դա կազմակերպվում է այտենց էժան աշխատուժի ներգաղթի միջոցով։ Դա ինչ պրիվիլեգիա է ստացվում։ Ուրեմն մենք ասել ենք այդ մակարդակի, մենք կարող ընտրենք։ Ուղղակի գիտես ինչ հարցը, երբեմն գնում ենք Ռուսաստանում ավելի ցածր աշխատավարձով աշխատում ենք, եթե իրոք ճիշտ են այդ աշխատավարձերը, այդ ֆերմաներում եւ այլն, բայց այնտեղ Մոսկվայում ենք աշխատում օրինակ, կարևոր չի ինչ պայմաններում, բայց հա, կա այդ խնդիրը։ Խնդիր կա նաև աշխատանքային իրավունքի ու աշխատանքի կազմակերպման հետ իրենց։ Այդ էս ասցիր առաջ քնում էին նույնիսկ շինարարության տեղը, չէ՞։ Այս վերջերս հիշում ես նոյեմբերյան Իջևան այդ հատվածում ցույցեր էր։ Ես անկեղծ որ առաջի անգամ լսեցի, մտածեցի ինչ որ այդ Կիրանցի գուցե դեպքերի հետ, այդ կողմերում որ լսում ես ցույց, այս այդ շարժումը ոնց էր կոչվում են, որ այնտեղից տենց շարժվեցին Երևան։ Հա, հիմա ցնչի։ Հա, արդեն դաժե չեմ հիշում, այնքան շարժում եղավ այս վերջերս։ Տենց մտածում էի, էլի ինչ որ ցույց է, հետո պարզվեց հնդիկներն են ցույց անում։ Ասենց ինչ խնդիր կա ու իրոք պարզվեց իրանց աշխատանքային պայմանները այնքան վատն են, որ մարդիկ օտար երկրում դուրս են եկել փողոց ու խնդրում են, հա, գրեթե արդեն, որտեվ այլ միջոց էլ չեն տեսնում, ինչ որ չափով մարդկային պայմանների մոտեցնել, այստեղ համ իրավական տեսանկյունից, եթե օրինական են իրանք Հայաստանում, իրանք պիտի որ նույն վարձու աշխատողի իրավունքներ ունենան, հա, բայց նաև սոցիալ, հոգեբանական, բարոյական տեսանկյունից մենք անելիք ունենք ու ինչ կարող ենք անել ըստ քեզ։ Թե օքեյ է որ ցածր աշխատուժը նաև անմարդկային պայմաններում աշխատի։ Դա օքեյ չի, ոչ մի պարագայում, հարցը գիտես որն է, ներգաղթյալն է թե ներգաղթյալ չի, մարդը աշխատում է Հայաստանի Հանրապետության տարածքում։ Մենք ունենք աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն եւ ունենք աշխատանքի տեսչություն լիքը։ Իրանց գործն է հետեւել, որ Հայաստանի Հանրապետությունում աշխատող մարդը ունենա նորմալ աշխատանքային պայմաններ։ Հնդիկա, ռուսա, ներգաղթյալ ռելոկանտա ինչա, էական չի, ինքը Հայաստանի Հանրապետության տարածքում է։ Խնդիրն է, որ ավանդաբար, չգիտեմ ինչ պատճառներով, բայց այդ մարմինները նույնիսկ հայաստանցիների աշխատանքային լավ պայմաններին չեն հետևում առանձնապես, հա, կամ եթե հետևում են, դա ինչ-որ ռեակտիվ բան է, այսինքն ինչ-որ բան է լինում, բողոք է լինում, արձագանք են տալիս, պրոակտիվ գործողություններ, որ պետք է լինեն, որտեղ դա իրենց անմիջական պարտավորությունն է, չկա։ Հիմա որպես այդ ռեակտիվը գոնե առաջանա, ինչ-որ մեկը պիտի խոսա այդ մասին, հնդիկները չեն կարող խոսան այդ մասին, որտեղ լեզու չգիտեն։ Ու այդ լեզվական բարիերը թույլ է տալիս անբարեխիղճ գործատուին իրենց շահագործել։ Հիմա սպասել, որ մենք առաջին քրիստոնյա ազգն ենք եւ չենք ունենա անբարեխիղճ գործատու, նորմալ չի, որ դա ամենտեղ կա։ Գոյություն չունի այդպես աշխարհի ամենալավ երկրում,
կլինի անբարեխիղճ գործատու։ Ինչ որ մեկը որ կուզենա գերշահույթ ստանա եւ այլն։ Եթե օրենքից չի վախենում։ Բայց օրենքից պատասխանատվությունից չի վախենում։ Ամբողջ հարցն է, թե ում հետևից է գալիս պետությունը փաստացի, մեր պետությունը այս պահին այդպիսի գործատուների հետևից չի գալիս։ Ես չգիտեմ, թե օրինակ շինարարությունների դեպքում ոնց կարա դա պոտենցիալ կազմակերպի, ասենք աշխատանքի տեսչությունը։ Չեմ կարծում, որ դա պետքա լինի այնպես, որ ինչ-որ մի ագենտ գնաց բոլոր շինարարություններում նայեց, մոտեցավ մարդկանց հարցազրույց արեց, ասեց ոնց է գնահատում ձեր պայմանները, ինչ-որ ուրիշ ձև պետքա արվի։ Դե լսի, մենակ են, որ իրանք երբեմն գլխարկով չեն, այդ լիքը բան կա, որ sense դրսից էլ ես դու տեսնում այդ շինարարությունը անվտանգության կանոնները պահում է, թե չէ։ Բայց որ մոտենաս հարցնես, կարող է վախից ելնելով էլ ասեն մշակութային այդ առանձնահատկությունից ելնելով էլ ասեն ամեն ինչ լավ է, ոչ մի խնդիր չկա։ Կարա, բայց ինչ որ ձև պետքա լինի դրա այդ աշխատում, դրա համար կան մասնագետներ, կան սոցիոլոգներ, չգիտեմ, միգրացիայի մասնագետներ եւ այլն եւ այլն։ Եթե իրանք չկան բավականաչափ Հայաստանում, պետքա ուրեմն իրանց ներկրել, առաջարկել գար աշխատել ինչ որ նախարարությունների հետ, չգիտեմ, ինչ որ տեսչությունների հետ եւ այլն, թեկուզ ժամանակավոր, հասկանալով որ մենք ունենք հիմա ներգաղթի միտում, որը պոտենցիալ ճգնաժամի կարա բերի։ Փոխանակ նստենք սպասենք, որ այդ ճգնաժամը կլինի, կարանք բերենք մի երկու մասնագետ, իրենք մեր համար գրեն մեթոդոլոգիա, մենք այդ մեթոդոլոգիայով ճգնաժամը կանխենք, նստենք մեր ծառի տակ մեր բանանը ուտենք, որովհետև եթե իրանք արդեն դուրս են գալիս փողոց, դա գոնե դեղին լույս է, էլի, որը կարա կարմրի։ Այսինքն հասել է արդեն դանակը ոսկորին մարդկանց, որ գրեթե լեզվին չտիրապետելով գրեթե չակնկալելով ոչ մի օգնություն դուրս են գալիս փողոց ու ցույց են անում։ Եթե դες ինտեգրման նշան է։ Հա, չէ։ Փողոցի եւ ցույց անելը, որ ձեզ մոտ ոնց է։ Ճանապարհ են փակում մարդիկ, ճանապարհ են սամտը բռնել են։ Հա, կամ էլ հուշել են ինչ որ տեղերից հայ այտենց գոլեգաներ, որ մեզ մոտ եթե ուզում եք ուշադրություն դարձնել, պիտի ճամփեն փակեք։ Բայց ինչ որ դրա մասը իրոք այնքան հին թեմա է, այնքան ուսումնասիրված թեմա է, մեր մոտ ուսումնասիրված չի, որովհետև մենք կարիքը չենք ունեցել։ Ու դա նորմալ է, բայց լիքը ուրիշտեղ ուսումնասիրված է, շատ հանգիստ կարելի է մի քանի մաս, ինչ որ մեր մասշտաբը փոքր է, էլի, մեզ այդքան ես ինչ անել պետք չի, պետք է 2-3 մասնագետ գտնել, մի քանի տարով բերել, հաստատ Հայաստանի Հանրապետության բյուջեն կձգի այդ լուրջ ծանրաբեռնվածությունը, էլի, ինչ որ մեթոդոլոգիա գրել մեթոդոլոգիայով խելոք գնալ, ինքը շատ բարդ process չի։ Բայց տեսնում ես, ոչ միայն լավ կամ նախընտրելի ներգաղթյալը կարա լավ բան բերի հետը, այլև ոնց ասեցի, անցանկալի ներգաղթյալը զուտ քեզ ստիպելով քո կառավարումը ավելի լավ կազմակերպել։ Կամ ինչ որ բարելավել պետական ինֆրաստրուկտուրան, հա, թեկուս միջամտությունը Եթե կարենաստիպի դե ներգաղթը ամեն դեպքում հետաքրքիր բան է, ուրիշ ներգաղթից եմ ուզում խոսանք, պոտենցիալ ներգաղթից, այսօր ճիշտ է աշխարհը այնքան արագ է փոխվում, որ կարող է մինչև մենք այս վիդեոն մոնտաժ անենք, այն ինչ հիմա մենք պիտի խոսանք, կամ էլ ընդհանրապես ակտուալ չլինի, կամ էլ արդեն տեղի ունեցած լինի ու էլ տենց ֆուտուրիստիկ չլինի, էլի։ Այս պահին, այս խոսալու պահին ինքը դեռ չկա այդ ներգաղթը ու մի քանի ժամ առաջ նաև պարզվեց, որ երևի վտանգն էլ չկա դեռ այդ ներգաղթի, բայց ուզում եմ խոսանք Իրանից, իրանահայերից, բայց նաև Իրանի այլ ժողովուրդներից։ Իրանում հիմա վիճակը Հիմա անկայունն է։ Ինչ ես կարծում, մենք պատրաստ ենք եւ իրանահայերին, սիրիահայերին նման էմոցիոնալ ու այդպես կընդունենք, բայց պատրաստ ենք մեծ ալիքի ներգաղթի, ինչպես կարող ենք մենք այդ իրավիճակը կառավարել։ Եթե Աստված չանի, մինչև մոնտաժ անենք մի բան փոխվի աշխարհում։ Հա, хорош ժամանակներ։ Դեռ ես կարծում եմ, որ եթե իրանահայերը այս կամ այն պատճառով, այսպես խմբով հավաքվեն ու որոշեն մշտական տեղափոխվեն Հայաստան, ցանկացած ֆորմատով, մենք բոլորս պիտի հավաքվենք ու քոչարի πάρենք ուրախությունից Կիևյան կամրջի վրա օրինակ, որովհետև դա իրոք այնց ոսկի ռեսուրս է եկող, պետք է հասկանալ, որ Իրանի հայության մեծ մասը այդ միջին իրանցին չի։ Այդ ոնց որ միջինից մի քիչ բարձր իրանցին, այսինքն ավանդաբար իրանք շատ կրթված
համայնք են, հայախոս են, ընդ որում, եթե հանկարծ ինչ-որ մեկը չգիտի, Իրանը արևելահայ բան է, հա, այսինքն բարբառելի մի քիչ տարբերվում է, բայց դա արևելահայ մշակույթ է եւ արևելահայերենի ճյուղ է, տարբերություն օրինակ սիրիացիների, հա։ Այնտեղ շատ կան բան մասնագիտությունների մարդիկ, այսպես պահանջված, հա, ինժեներներ, բժիշկներ եւ այլն, որ ամենտեղ ունեն այդ բանը, եւ ես օրինակ գաղութեի, որ մի քանի հատ իրանցի ռեժիսոր կար։ Լավ կլինի։ Հա, այսպես անձնական մասնագիտական բանով։ Մի խոսքով դա այնպեսի ոնց որ ոսկի ռեսուրս է երկիր մտնող ցանկացած կատեգորիայում, որ մենք ապուշ պիտի լինենք, եթե վատ ընդունենք այդ ռեսուրսը։ Կամ էլ անկարող պահել, մենք կարող չեմ զարմանա։ Մեր դեպքում։ Ահա, այդ ռեսուրսի մի մասը նորից լինելու է արևմտա ուղղված, ինձ թվում է, ինչպես ռուսաստանցիների դեպքում էր, ու այդ մի մասը Հայաստանով գնալու է դուրս։ Այդ դուրսը, որի ոնց որ իր աչքը եղել է, որտեղ էլի շատ իրենցիներ գնում են դուրս, սովորում են, հա, ոմանք մնում են, ոմանք հետ են գալիս, վերադառնում են Իրան, բայց շատեր իրենցից արդեն տեսել են այդ արևմտյան աշխարհը, ուզում են վերադառնալ այնտեղ։ Այդ կա հասկանալ։ Բայց եթե այդ, այսինքն խոսում ենք այն մասին, թե Իրանի քրիստոնյաներն են գալիս Հայաստան, կամ Իրանը հայերն են գալիս Հայաստան, բնական իրավունքով, բնական մղումով։ Այդ դեպքում մենք պիտի նպատակաուղղված վարի տանք այդ ռեսուրսը, որ կարողանանք վարի տանք։ Եթե մի քիչ կազմակերպենք, մենք կարենք օրինակ այդ գաղթի այդպիսի ալիքի շնորհիվ ունենանք լավ բժիշկներ մարզերում։ Մի բան, որ մենք երբեք չենք ունեցել։ Մենք կարենք ունենանք լավ, չգիտեմ, մաթեմատիկայի կամ անգլերենի ուսուցիչներ մարզերում։ Երևի իրանական акցենտով խոսացող մեկին մայրենի լեզվի ուսուցիչ չէ, դա բայց օրինակ, հա։ Այսինքն, դա հին փորձ է, որ իդեպ Գերմանիան է այդպես արել, դու չգիտեմ հետևել ես թե չէ, երբ որ այդ սիրիացիները նույն քրդերը սկսեցին մեծ պատոկով գնալ Գերմանիա, Գերմանիան սկսեց դա անել, ընդունել մարդկանց, օրինակ բժիշկների այդ լիցենզիաները ինչ որ արագացրած կարգով հաստատել ու բաշխել ռեգիոններ, ոնց ակություն Գերմանիայում դա լանդ հերու տեղերով այսպես ասած, հա։ Ու հիշում եմ, որ այս վերջերս այդ խոսակցությունը կար, կարծեմ Ամերիկայի նացիոնալիստական բաների ֆոնին, հա, գերմանական մի հիվանդանոց արշավ էր արել, ինչ կլինի, եթե միգրանտները գնան։ Միգրանտներին հետ տանք, հա, այնտեղ շուտ 3 գերմանացի էր մնում, չգիտեմ, 800 հոգանոց հիվանդանոցում ու մնացածը կամ հնդիկներ էին, կամ սիրիացիներ էին, կամ քրդեր էին եւ այլն այդ ոլորտում, առողջապահական ոլորտում շատ արագ ինտեգրեցին իրանց շատ, հա։ Քույրական անձնակազմներ էին, իրոք իրանք լավ որակի մարդիկ եկան Սիրիայից։ Հա, որտեղ Սիրիան էլ է կրթության բարձր մակարդակով հանդուրիտ, Իրանն էլ կրթության բարձր մակարդակով հանդուրիտ։ Իդեպ Ֆրանսիան ես չգիտեմ որ պայն է սկսել դա անել կամ նպատակաուղղված արել, թե այդպես է ստացվել, բայց դες ես ձեռքս կոտրել էի վիրահատեցին Վիեննում։ Դա այդպեսի փոքր լեռնայինոտ քաղաք է Լիոնից մի կես ժամ 40 րոպե հեռու, այսինքն հարավ, հա։ Իսկապես փոքր քաղաք է, բայց իրանք ունեն այդպես լավ սարքավորված հիվանդանոց ու մեծ բժշկական կազմ, որոնք բոլորը միգրանտներ էին։ Օրինակ մի հայկական ցակումով բուժքույր էր այդ վիրահատական սենյակում, որ արդեն հայերեն չէր խոսում ու հայկականից գիտեր իշլիք ուֆտա սարքելը ոնց որ եւ ինքնից այդ մասին ասած որ զբաղացնում էր որ չվախենան վիրահատության ընթացքում, ոնց որ 4-րդ սերնդի ասենք, հա, միգրանտա իմ անմիջապես վիրահատող երկու բժիշկները, մեկը ռումինուհի էր, որը նույնիսկ դեռ լավ ֆրանսերեն չէր խոսում, մեկը պակիստանցի գլխավոր բժիշկը ու ամբողջ հիվանդանոցում ֆրանսիացի չկար, այսպես էթնիկ ֆրանսիացի, հա, դες ինչ հոյակապաբեր ստացվել է, ու ենթադրում եմ այդպես պստիկ քաղաքներում շատ է այդպեսի, ես չգիտեմ իրանք դա այլ այդպես բաշխել են, թե ուղղակի Գերմանիայում միանշանակ մտածել են դրա մասին։ Գիտես ինչն է հետաքրքիր, օրինակ Աֆղանստանից ներգաղթը, որ նորից փորձում էին երկրից անեն, հա, քննարկումը ավելի շատ այս մասին էր մարդու իրավունքի տեսանկյունից, արդյոք բարոյական է Աֆղանստանցուն հետ ուղարկել այն երկիր, ինչպիսին է այսօրվա Աֆղանստանը, սիրիացիների դեպքում չի քննարկում բարոյական է իրանց հետ ուղարկել, թե չէ, այսինքն չենք հասնում այդ հարցին, այլ
արդյոք իրոք դա խելամիտ է։ Ձեռնտու Հա, այսինքն այնքան որակյալ են մարդիկ միջնով, որ իրականում մտածում են, բայց ինչի հետ գնան։ Չենք հասնում հարցին բարոյական է դա թե չէ, որովհետև էգոիստաբար մտածում են նախ սենց կատարյալ բժշկական ու բուժքույրել այդ օգնող անձնակազմը, հա, շատ որակով ներկա։ Որտեղ Աֆղանստանը տես միջինում կրթված հանրույթ չի։ Հա։ Իրանը նորից եմ ասում, միջինում կրթված հանրույթ է։ Իրանի քրիստոնյա համայնքը շատ մեծ տոկոսով բարձր կրթությամբ հանրույթ է, որովհետև դա իրանց այսպես ասած հա խիստ իսլամական երկրում իրանց գոյության երաշխիքը ինչ որ առումով ապահովություն է եւ այլն, այսինքն իրանք այդպես տեղ չունեն թուլանալու։ Եթե իրանք կան, մենք պիտի ուրախանանք։ Եթե մնացած իրանցիների գալու դեպքում էլի մենք պրինցիպի պետք է ուրախանանք, մեզ կարա այդտեղ վախացնի իսլամի հանգամանքը, որտեղ հա մենք ունենք տրավմա իսլամի հետ կապված ու չունենք բավականաչափ ինֆորմացիա իսլամի մասին, որ տարբերենք, չունեմ, շիա են, սուննի են, այսինքն է։ Պրինցիպի էական չի, եթե մենք խոսում ենք կրոնապետությունից, բայց քրիստոնյա համայնքի դեպքում պիտի ուրախանանք, պիտի փորձենք այդ մարդկանց չվախացնենք։ Աստված տա կռիվ չլինի, մեկը, որ այդ մարդիկ արտագաղթելու խնդիր չունենան, էլի։ Դե հա, հա, բայց եթե կան, այնքան խելացի լինենք, որ կարողանանք իրանց ճիշտ ընդունել ու պահել։ Մենք իդեպ շատ խելոք ստրատեգիա կա, ինչ շատ դուր գալիս, ես հետևում եմ Հորդանանի։ Զուտ ինձ դուր գալի Ռանյա Թագուհին։ Okay։ Այո, եւ այդպես բանով հետևում եմ, թե առասարակ ինչ անում Հորդանանը։ Ուրեմն, երբ որ դե սիրիացիների շատ մեծ ալիք գնաց Հորդանան, որտեղ տեմատիկ է եւ արաբական հանրույթ է եւ այլն, չէ՞։ Ու Հորդանանը հասկացավ, որ մեծ ալիք է գալիս ներգաղթի։ Եվ իրանք եթե այդ ներգաղթը չընդունեն, այդ ալիքը լցվելու է Եվրոպայի գլխին։ Իրանք հասկացան, որ իրանք ոնց որ այդ բարձիկն են եւ որպես բարձիկ պիտի ունենան իրենց առավելությունները։ Ու դա հանճար է։ Իրանք գրացին ոնց որ ՄԱԿ, Եվրախորհուրդ եւ այլն, ու ասացին ոնց որ նայեք, եթե դες պետք է մի քանի միլիոն արաբ ներգաղթյալ, ես դռները բացեմ, իրանք դուրս գան ձեր մոտ։ Դուք դրանից կնեղվեք, որտեղ իրանք արաբ են, դուք արաբ չեք։ Մենք արաբ ենք, ընդհանուր առմամբ մենք ավելի քիչ տարբերություններ ունենք։ Մենք կարանք այդ ալիքը ինտեգրենք, այսպես ասած, ասիմիլացնենք, կուլ տանք, թույլ չտանք, որ ձեր մոտ կա, բայց ոնց որ բամես դրանից ինչ։ Ու իրանք ստացան առևտրային առավելություններ։ Իրանք ստացան օրինակ իրանք արտադրանքը ինչ որ եվրոպական երկրներ առանց այդ ոնց է կոչվում է։ Դուք իմանաս այդ հարկերը, հա, առանց մաքսերի, турքերի եւ բանի ոնց որ տանելու հնարավորություն, ինչ որ պրեֆերենցիաներ, ինչ որ ազատ տնտեսական գոտիներ, ինչ որ ներդրումներ բերեցին Հորդանան։ Ու ինչն է դուր գալ այդ պատմության մեջ, որ փաստացի Եվրոպան իրենց ոչ մի բան չվճարեց։ Հասկանում ես, այսինքն եղած փողից չհանեց տա, տնտեսական առավելություններ տվեց։ Առավելություններ տվեց, հա դու կարող ինչ որ մաքսատուրք պիտի գար, չեկավ։ Բայց քանի որ այդ ապրանքը սեստենես չէ ներգրվում մինչև այդ ոնց որ այդ մաքսատուրքն չկար, այսինքն իրանք ուղակի զրոյով դուրս եկան այդ պատմությունից, Հորդանանը իր առավելությունները ստացավ, իսկ Հորդանանը օրինակ չգիտեմ կտորներ բանան ուղղակի ինչ որ իր նիշան ունի ամեն դեպքում արտահանման։ Ու այդպես իրանք այդ ալիքը իրանց երկիր ներգաղթի օգտագործեցին նրա համար, որ ստանան ինչ որ մարդկանցից ինչ որ բաներ։ Մենք կարանք դա օգտագործենք, եթե իրանցիներից ալիք կա։ Հետաքրքիր բան է ասում, օրինակ Թուրքիան էլ էր տենց անում, բայց իրանք նպատակ չունեին ինտեգրելու։ Իրանք Եվրոմիության տեսանկյունից հենց նորից շանտաժի թեմա էր լինում, ասում էին, հիշում եք չէ, որ մեր մոտ լիքը պալատկայում սիրիացի կա ու մեզ համար դուռը բացել իրանց Հունաստան ճանապարհելը Լեհաստանն էլ էր հարցը, բայց չէին ինտեգրում, հասկանում ես, իրանք ոնց որ պլեն էին պահում այդ մարդկանց ու անընդհատ շանտաժով փող էին ուզում։ Իհարկե շատ ավելի խելացի է մեկը այդ մարդկանց ինտեգրել ու երկարաժամկետ շանտաժի վրա չկառուցել էլի քո հուսով եմ որ Թուրքիան այն երկիրը չի որից մենք օրինակ ենք վերցնում շատ լավ օրինակ ես ասում ամեն դեպքում ինտեգրելը ճիշտ է էլի ոչ թե մենք իրանցի չենք կարող ինտեգրենք իրանցի չէ բայց իրանահայ կարանք հա բայց եթե օրինակ մեծ քանակությամբ իրանցի մեր համար դա իրոք վտանգավոր է զուտ որտեղ մենք քիչ ենք ուրիշ մշակույթ ենք ուրիշ էթնիսիտետ ենք
իրանք շատ են ուրիշ կրոն են, ուրիշ մշակույթ են եւ այլն, այդ հասկանալի պատճառներով, բայց օրինակ չգիտեմ, կա ՄԱԿ-ի փախստականների գործակալությունը, չէ, եթե մենք հիմա պոտենցիալ վտանգը հաշվի առնելով, պոտենցիալ կրիզիսը հաշվի առնելով, սկսենք իրանց հետ համագործակցել էլեմենտար առաջին ալիքը հումանիտար ճգնաժամից զերծ պահելու համար, այսինքն կուտակել ինչ-որ միտեղ, չգիտեմ, մեղրի կողմերը, վրաններ, այդ երկարպահովող ուտելիք, ջուր, չգիտեմ, ինչ-որ զուգարանային այդպես բաներ եւ այլն, այսինքն որ զուտ կանխապին, որ մարդիկ սովից մեռնեն, արավից մեռնեն, կա որտեղ այդ տարածաշրջանավորը շոկ է, հա, որ այսինքն համաճարակներ չլինի։ Առաջին էլեմենտար հումանիտար ճգնաժամը։ Մենք կարանք դրան պատրաստ լինենք։ Հիմա եթե չի լինի, վրանները չի փչանում, ոչ հացազում, ոչ ջուրիրան միշտ կարելի է պահել ինչ-որ դեպքում աստվածչանի պետք կգա։ Again այդ բան ուտելիքները, հա, իրանք 25 տարի պահպանման ժամկետ ունեն, դու դա կարաս, ուզում ասեմ, ոչ մեկ չի դուժի էլի դրանից, դա կամ նույնիսկ հետո ՄԱԿ-ը կարա վերցնի, տանի ինչ-որ ուրիշ ավելի պայթյունավտանգ գոտի։ Այդ այնպես բանը, որ առանց կորուստի կարելի է անել, ու արժի պատրաստ լինել դրան։ Ու կունենանք ավելի քիչ ճգնաժամ։ Հետո այդ մարդկանց բաշխելն ավելի հեշտ կլինի։ Հետո եթե ինչ-որ այդ մարդկանց մի մասին որոշես ամեն դեպքում տեղավորես, ինտեգրես, ինչքան քիչ տրավմաներով լինեն այդ մարդիկ, քան հեշտ կինտեգրեն։ Ի վերջո հասկանաս, ավելի հեշտ է ինտեգրել կնոջ, որ երեխան չի մեռել սովից, քան կնոջ, որ երեխան մեռել է սովից։ Ու եթե դու ես այդ երեխոսովից մեռնելուց ոնց որ փրկել որպես պետություն ինք արդեն քեզ ինչ որ շնորհակալ է, հա, միջինում։ Դա կարանք անենք էլի։ Առակը ցուցանում է, որ ավելի լավ է պատրաստված լինել ճգնաժամերի։ Նայ, օրինակ ինձ ասում եմ, որ ես տագնապային եմ, փորձում եմ ամեն ինչի ինչ-որ իրավիճակների պատրաստված լինեմ, ու դա ճիշտ է, ես մեկ ոնց որ կարամ չափանցնեմ։ Բայց պատրաստված լինելը ամեն դեպքում բայց փորձը ցույց է տալի, որ երբ որ իսկապես ինչ-որ բան լինում է, եւ դու ավելի լավ ես պատրաստված։ Հանգիստ եւ սառնասրտորեն դրա միջով անցնում է, որտեղ ես սցենարը արդեն ինչ-որ հաշվի առել եմ, հա, ու տարբերակ A, B, G հաշվի առել եմ, իրականում միշտ լինում է տարբերակ Չ գետնի վրա, հա, բայց երբ որ դու արդեն մոտ է գոնե քո պատկերացրած տեղ, մենք կարանք շոկ ունես, հա, ոնց որ անձի մակարդակով ոչ որ ոչ մեկի խորհուրդ չեմ տալիս տագնապային լինել։ Դա խլում է քո առողջությունից, քո վիտամիններից, քո քնից, քո չգիտեմ լիքը բաներից։ Բայց պետության մակարդակով մենք այ պիտի անդադ տագնապային լինենք։ Դե հա, ռիսկ մենեջմենթը ռիսկերի կառավարումն է, էլի ոչ թե գեղեցիկ սցենարների կառավարումը։ Մեր տարածաշրջանում, ասենք, մեր պետության պայմաններում մենք մոտակա 50 տարի պիտի վերցնենք Հայաստանի Հանրապետության ամենատագնապային քաղաքացուն ու ասենք գրի մեր համար սցենարներ ինչ կարա լինի ու սկսենք պատրաստել որտեղից բերենք այդ վրանները։ Հա, այդպես։ Ես պատրաստ եմ որպես Հայաստանի Հանրապետության ամենատագնապային քաղաքացի։ Բայց իրոք արժի պատրաստվել այդպես սցենարներին։ Ու մենք մենակ չենք հասկանում, մենք այդ պատրաստվելը կարանք անենք տարբեր միջազգային գործակալությունների, միջազգային կազմակերպությունների հետ։ Հատկապես հիմա Իրանի միակ հյուսիսային բարիդրացիական սահմանն ենք, հա, իրանք ասում են կամ մեզ մոդել են այդպես ասում, դա որպես արգումենտ օգտագործելով որ տիպը իրանցին փախնող երևի ամենայն հավանականությամբ կփորձի առաջինը Մեղրիում հայտնվել, կփորձի ու այդ սահմանը շատ փուճուր է, հիշում ես, չէ՞, 40 քանի կիլոմետր պստիկ սահման է։ Եթե այդտեղ մեծ քանակ կա մարդկանց, այդ իրոք հումանիտար աղետ է։ Եթե պատրաստված չլինես, այդ մարդիկ հրմշտուկի մեջ են մեռնելու, սովից են մեռնելու, ծարավից, հերթերի մեջ ռեգիոնը, հա, խոցելի ինչ-որ մարդիկ, հա, ծերերը, երեխաները առաջինն են բանանելու, ինչ-որ դասական մարդկային է, ինչ-որ մարդիկ, որ ուղղակի ֆիզիկապես ուժեղ են սկսել, եթե դու դա չկարգավորես, դա իրոք աղետ է։ Ու եթե Հայաստանի սահմանին, հա, Հայաստանի այդ կետը անցան, դրանից հետո ինչ եղավ, այդ մեր պատասխանատվությունն է ու մեր մեղքն է։ Այ մինչև այդտեղ գալը լիքը բան կարա լինի, մենք դրա վրա իրավասություն չունենք, Իրանն էլ իր իրավասությունը դժվար առանձնապես կիրառի այդ մարդկանց օգնելու համար, հա, պատերազմի պես պարագայում հասկանալի է, որ ու դա տրագեդիա է, որին մենք կարանք ապրոմակցենք։ Հենց սահմանը անցան, դա ապրոմակցելու հարց չէ, ու դա տրագեդիայի հարց չէ, դա արդեն լինում է մեղքի մեր բանի հարց էլի հասկանում, մեր բարոյականության հարց, մեր ով ենք մենք ի վերջո որպես պետություն։ Նաև, այո, ով ենք մենք, ինչ արժեքների կրող ենք մենք նաև որպես պետություն։ Ժասմին, վերադառնանք մեզ, հայերիս, Աստված տա Իրանում ամեն ինչ հանգիստ
լինի նաև մեր մոնտաժելուց հետո սկզբում ասեցի որ մենք մոնոէթնիկ պետություն ենք ու մենք ընդհանրապես մեր պատկերացումները պետության ազգերի տենց շփումների այլ ազգերի հետ այդ մոնոէթնիզմի պրիզմայից է պլյուս դու էլ ասացիր որ միշտ sense դեպի դուրս ենք նաև ուղղված եղել որովհետև մեծ մասը դրսում է ապրել հա ինչ կարծիք ես ներգաղթի տարբեր ալիքներ կլինեն դա սիրիահայեր թե իրանահայեր բայց նաև հնդիկներ ռուսներ եւ իրանցիներ օրինակ կփոխեն հայաստանցու նախ աշխարհընկալումը այդ այլ ազգերի հետ հարաբերվելու մշակույթը նաև ու նաև վերաբերմունքը արտագաղթի հանդեպ, արտագաղթածների հանդեպ, մեր սփյուռքի հանդեպ, ընդհանուր մեր այդ պրիզմաները մենք մեզ նայելու կարան փոխվեն ներգաղթի հաշվին։ Մենք դեպի դուրս ուղղված չենք։ Մենք ուղղված ենք դեպի կենտրոն։ Այսինքն մենք ուղղված ենք դեպի դուրս, որտեղ մենք պերիֆերիկ քաղաքակրթություն ենք այս պահին։ Եթե մենք դեպի դուրս ուղղված լինենք, մենք կգնայինք նույն հաջողությամբ, չգիտեմ, Ուզբեկստան, Մոնղոլիա, բայց չենք գնում, չէ՞։ Ինչ որ երևի ինչ որ մաս կա, բայց հա, բայց այդպես մեր նախընտրած արտագաղթի ուղղությունները։ Հա, այդ դեպի դուրսը կլիներ։ Մենք ուղղված ենք դեպի կենտրոն։ Ու այդ խոշոր կենտրոնները, ասած ֆիզիկայի օրենքներով, իրանք այդպես քաշում են դեպի իրանց։ Դրա համար սխալ է մտածել, որ կգա օրինակ պայմանական ինչ որ Փարիզցի ներգաղթյալների համենք ու իրանք ինչ որ լավ բան կանեն, ինչ որ բան դեպի լավը կփոխեն, հա, դա դες չի լինի, որովհետև իրանք միշտ լինելու են կենտրոնից եկած ու մենք միշտ ոնց որ այդ լինելով որոնք ուզում ես լավություն են արել, որ եկել են, հասկանում ես, նույնիսկ եթե իրանք իրենք ինչ որ բանից փախնեն, ինչ որ պահի։ Մեկը Փարիզը մոտավորապես աշխարհի կենտրոնն է։ Հասկանում ես, չգիտեմ, Նյու Յորքը մոտավորապես աշխարհի կենտրոնն է։ Մենք միշտ լինելու ենք իրաց պերիֆերիան։ Իսկ երբ որ մեր մոտ գալիս են այն մյուս պերիֆերիաներից, ուրեմն մենք ենք ձգում, ինչ որ առումով մենք ենք դառնում կենտրոն։ Ու այդ լավ է, շատ լավ է։ Դա ոնց որ ընդհանուր աշխարհակարգի չէ, բայց աշխարհում մեր դերի փոփոխություն է։ Ու պետք է հաշվի առնել, որ հիմա մենք այնպեսի ժամանակներում ենք ապրում, որ աշխարհում մեր դերը չափում ենք նրանով, թե ինչքան շատ զենք ունենք, ինչքանով կարանք վեր կենանք ու չգիտեմ, Ամերիկայի նախագահին ասենք հələ մի րոպե, չէ, ինչ որ այդպես ինչ որ աննորմալ պոստեր անենք Twitter-ում, ու տենց ինչ որ շատ մասկուլին կատեգորիաներով, հա, ով ավելի շատ մկաններ ունի։ Չեմ ուզում ուրիշ համեմատություն անել, բայց շատ դեպքեր կան, որ կենտրոնն են դարել ոչ միայն ուժի տեսանկյունից։ Կամես օրինակ Պորտուգալիան ինչ որ պահի հələ շատ ուժեղ ու կայսրություն, բայց ինքը կենտրոն չի դարել։ Երբեք չի եղել Պորտուգալիան կենտրոն, չէ՞։ Իսպանիան նույնիսկ որ կարողացել է իր լեզուն, հա, իսպանախոս բանը, երրորդ լեզուն է։ Բայց չինացիք առաջինից, հա, բայց ամենատարածված ոնց որ ոնց են ասում ցրվածության առումով, հա, ասես դու գիտես անգլերեն ու իսպաներեն, դու գիտես մոտավորապես ամեն ինչ, հա, բայց էլի իսպանիան է ինչ որ կենտրոն չի շատ վաղուց, այսինքն ինչ որ Լոպե դե Վեգայի ժամանակներից հետո իսպանիան կենտրոն չի, նո գուցե Լատինական Ամերիկայի համար դեռ կենտրոն է, եսի։ Հա, բայց գիտեմ, գիտես այդպիսի դեպք, որ ինչ որ բանի գլոբալ համայնք ձևավորված լինի, ասենք Հոլիվուդի տիպի, հա։ Հա, չէ։ Ինչ որ օրինակ Բարսելոնայում, չեմ ասում Մադրիդում, Չէ, ուղղակի նկատի ունեմ Լատինական Ամերիկայից ներգաղթը ԵՄ ավելի հավանական է, որ Իսպանիա լեզվական առումով, բայց այդ կենտրոնային ձգողությունը ինքը չունի, այսինքն ինչ որ բան է պետք բացի այդ քո մկաններ խաղացնելու ունակությունից, հա։ Հիմա փաստացի Հոլիվուդն է, որը կինոյի կենտրոնն է, Լոնդոնն է, որը թատրոնի կենտրոնն է, չէ՞, Փարիզն է, որը շատ երկարել է գրականության կենտրոնը, հիմա իհարկե մի քիչ վիճելի է, բայց նորից ֆրանսիական գրական մրցանակները Գոնկուր Մոկուրստանին դու վերջ։ Ինչ որ բաներ, հա, քաշում են։ Հիմա եթե մենք ինչ որ բանով, ես չգիտեմ ինչ որ, դա մեզ պետքա դրսից երևի ինչ որ մեկ ասի, ու դա այնքան նոր է, որ մենք դրա ռեսերչը չունենք, մենք պետք է հասկանանք մեր ինչն է մարդկանց բերում ստեղ, որ մենք դառնանք կենտրոն։
Դա նուրը չի։ Միանգամից ասեմ, դա նուրը չի, խաղողը չի։ Իսկ մեր եկեղեցիները հայկական գինի չի։ Հարցին կպատասխանի մշակույթի նախարար։ Պիտի բոլորին կանչենք, հա։ Դե լսի, որ ռուսներին լսես, չնայած ցանկացած արտասահմանցու լսես, դա մարդիկ են։ Ամենայն դեպս ռելոկանտները, որ խոսում են հիացած Հայաստանի մասին, հիմնականում մարդկանց մասին են, չէ՞ խոսում։ Հա, ինչ որ ջերմության, ինչ որ ընդունելության, ինչ որ անսովոր բարության, բայց դες նույն հաջողությամբ սիրիացիները բողոքում էին, որ եկան Հայաստան ու մարդիկ սառն էին, ջերմ չէին եւ այլն, հա, դες համեմատության մեջ է, իմացել, որ պետք է ինչ որ մի ձև լինենք։ Հա, դա այսինքն բնական տարբերակը միջին սիրիացու համար օրինակ սառն էր, միջին ռուսի համար շատ ջերմ է։ Հա, հա։ Դե կներեք։ Հիմա այդ բայց էական չի, այսինքն հիմա այս փուլում մեր գործը չի դա ուսումնասիրել, դասակարգել եւ այլն։ Մեր գործն է հասկանալ, որ մենք զառնում ենք ձգող ուժ, այդ լավ է, ու մենք պետք է աշխատենք վարի չտանք այդ հնարավորությունը։ Հետո կանցնի մի 50 տարի, դրա համար կլինեն հատուկ պրոֆեսորներ կզբաղվեն վերլուծելով թե ոնց եղավ։ Մենք այդ փուլում չենք, մեզ պետք չի հիմա դա վերլուծել։ Մեզ պետք է կազմակերպել, լինել պրոակտիվ ինչ որ հարցերում, չկորցնել, որտեղ շատ այս պահին շատ նուրբ բան է։ Ու մենք դրա համար ոչ մի բան չենք կարող, ուղղակի աշխարհը այնց է պատտվել շուռ եկել, հա, հնարավոր է, որ այս ենթադրությունն է, որ մեր ստաբիլությունը այս շատ արագ խճճվող աշխարհում մեր ինչ որ մենթալ գուցե բազային ստաբիլությունն է ձգում։ Որովհետև արի խոստովանենք, մենք ունենք ներքին արխայինություն, այն առումով, որ մենք վերջի 3000 տարին ստեղ ենք, ուրեմն ոնց լինի պիտի։ Տիպը աշտո мы нам сделать, а что мы не видели։ Չէ՞ ունենք այդ ներքին։ Ոնց որ փարիզցիները ունեն այդ պատկերացումը, որ իրենց քաղաքը դե իհարկե աշխարհի ամենասիրունն է, եղել է եւ կլինի, մենք էլ այս տարածաշրջանում դե մենք միշտ էլ կլինենք, էլի։ Հա, հնարավոր է որ դա է դուք հասկանում ես, հա, որ իրոք պատկերացրեք կողքից նայողի համար, որ պետք է որ գժվենք, չէ՞, հիմա այս ռեգիոնում sense որ շուրջ բոլորներս նայենք իրականում։ Կողքից նայողը մենք դե ստաբիլության կետ ենք հասկանում, ինքը կարա վերցնի քարտեզագրության պատմության մեջ ցանկացած քարտեզ, մենք ընդեղ ենք, բացի ադրբեջանական քարտեզների։ Ու դա գուցե ինչ որ հանգստացնում է, որովհետև պրինցիպի մենք գիտենք, չէ՞, որ այս անընդհատ տագնապային խառը ինֆորմացիոն շրջանում մարդիկ տարբեր տեղման են գալիս ինչ որ ստաբիլության կետեր։ Շատ հաճախ օրինակ ինչ որ սփիքերների, հանրային գործիչների մեկնաբանությունների մեջ կարելի է տեսնել, որ օրինակ այդ դուք մեր առանցքն եք այս խառնաշփոթի մեջ, այսինքն դա անհատ է, թե դա տեղ է, թե դա զբաղմունք է, թե ինչ է, ստաբիլությունը շատ գնահատվող բան է։ Եկին այս կետում ոնց որ չենք կարող, ասենք այդ հետո պետքա սուտ ուրախանալ դրան, լուրջ մեզ պետքա ուրախանալ դրանից, որ գալիս են մեր մոտ ոչ նորվեգացիները, ոչ ֆրանսիացիները, որ ուրախանանք դրանից, որովհետև Հայաստանի բնակչության մի զգալի հատված վախ ունի նաև ներգաղթից։ Հետո այդ ներգաղթին մենք նայում ենք sense մի հատ պրիզմայով, որ այս է Եվրոպան իսլամիզացվելու է, չէ՞, չգիտեմ, պատկերացրեցի, հա, այդ վախերը, որ թող մեզ մոտ չգան, մենք այսենց մոնոէթնիկ էլ մնանք, ճիշտ է, այդպես մտածել թե չէ, կարծում ես, ու ոնց անենք, որ այլ ձև մտածենք, եթե դա ճիշտ չի։ Ըստ դե ասիմիլյացիայից վախը նորմալ վախ է։ Խնդիրը այն է, որ այդպես բան չի եղել։ Ես չեմ հիշում պատմության մեջ այդպիսի դեպք, որ ներգաղթյալներ եկան ինչ որ երկիր, ու այդ երկիրը այդ ներգաղթի հոսքից կործանվեց։ Որտեղ է դա։ Գուցե ուղղակի մենք դեռ չենք զգում, որ մենք ենք այս երկրի տերը, այսինքն որ մենք ենք ասիմիլացնողը, ոչ թե ասիմիլացվողը։ Այդ ինֆորմացիան շատ հանցավոր քիչ է այդ ինֆորմացիան մեզ հասնում, որ հայ ազգը ինքը իրանով ասիմիլացնող ազգ է, շատ ուժեղ։ Ընդ որում, ոնց որ օրինակները մենք ունենք, լիքը, հա, օրինակ մենք գիտենք, չգիտեմ, Թուրքիայում ինչ որ գյուղերում ապրում են ինչ որ մարդիկ, որ իրանց նախատատիկին ցեղասպանության ժամանակ ամուսնացրել են ինչ որ քրդի հետ, իրանց ծերունները հələ հայերեն են խոսում։ Մենք չգիտես չի մարդը որ հայերեն է խոսում, ինքը արդեն ինչ որ 70%-ով հայ է, հա։ Իհարկե շատ մեջեր կա էթնիսիտին ինչ է եւ այլն, բայց լեզուն առանցքային բաներից մեկն է։ Ու այդ մի հատ 14 տարեկան աղջիկը
որը չգիտեմ 15 թվին այդտեղ բան արել, հիմա այսօր իր սերունդներից հայերեն են խոսում թեկուզ մի քիչ կոտրված, մենք չենք, որտեվ չի ձևակերպվել էդի։ Դա իրոք ասիմիլացնող բան է, դու գնացել ես, պատկերացնում ես, միջին քրդական ընտանիք, դու փոքր աղջիկ հարս ես գնում, քանի հոգի է։ Դու այդ ամենը չկարում ես շուրջ ասել, որ մարդիկ հայերեն խոսան։ Նույնիսկ ռուս ռելոկանտները, հա, որ մեզ համար է ցանկալի, ձգտելի ներգաղթյալներն են, ոչ մի կերպ մեր ռուսաֆիկացիայի վրա չազդեցին։ Ընդհակառակը իրանք են սկսել հայերեն խոսալ, բլոգ վարել, երեխեքին տեն ցուցադրել մեզ, որ երեխեքը հայերեն բանաստեղծություններ են ասում, հա։ Ну, համենայն դեպս ես ոչ մի կերպ չեմ զգում, որ Հայաստանը ինչ որ մի ձևով ռուսաֆիկացվեց այդ ուղղակի նայ օրինակ Ռուսաստանում մշակույթի ներհոսքից, հա, մեր պատկերացմամբ կենտրոնի մշակույթի ներհոսքից։ Ռուսաստանը ինքն էլ շատ ասիմիլացնող։ Դրա համար հայերեն դեռ շատ տարածվում են, հա, բայց մենք չենք հասկանում, որ մենք ավելի ասիմիլ, ու մենք ավելի հին ասիմիլացնող ենք։ Չգիտես ինչի, մենք բարեհաջող իգնոր ենք անում այն անգամանքը, որ ուրարտացիներին սամ հաու կլանել ենք եւ չէ, ոչ միայն, հա, շատ-շատերին, հա, շատ-շատերին մեր ճանապարհին։ Հա, այդ ինչ որ ալբանացիների մի մաս, անպայման, ահագին մասի ոչ միայն, նախ պարսիկների ինչ որ մաս եւ հակառակողությամբ էլ, բայց եւ ալբանացիների եւ նույնիսկ ինչ որ եթովպացիներ։ Իսկ աստծո չինացի ինչ որ մի հատ զինվորական եկելա դարձել է պատմական կերպար։ Տեսի, մենք մի քանի տասնամյակ առաջ հույներ ենք ունեցել Լոռիում, վրացիներ ենք ունեցել։ Այսօր գնաց դու այդ գյուղեր, քաղաքներ, Ալավերդի եւ այդ մասը էլի հայերեն են խոսում մարդիկ ու ինձ թվում է մենք չենք էլ զգա, այսինքն այդ չիմանանք այդ գյուղի պատմությունը։ Մամաս կոլեգա ուներ ասորի, որի անուն ազգանունը Տիգրան չգիտեմ ինչն է։ Ու որ ասեք չասի, կյանքում չես իման։ Իմ մոտ նստը բարձր որ ինչ-որ տենց դավադրություն կա, որ մեզնից թաքցնում են այդ փաստը, բայց հնարավոր է որ այդ գիտես այդ զոհի խոսվածքը ներդնելու, որտեվ ես հիշում եմ, որ կար չէ ոնց այն թուրքերը բռնի ասիմիլացնում հայերին, չգիտեմ, հայտղա երեխաներին առևանգում տանում, սարքում ենիչերներ, այս փոսույթը, ու դա իրոք պետական քաղաքականություն է եղել ասիմիլացիա, բայց մենք առանց քաղաքականության ենք ասիմիլացնում։ Դրա հետ այդքան պետք չի վախենալ։ Ուղղակի չկա այդ տեղեկացվածությունը, դրա համար կա վախը, որտեվ այն ինչից մենք տեղյակ ենք, մեր դեմ է եղել։ Այն ինչը որ մեր օգտին է, նորից մենք ունենք մեր աչքի առաջ օրինակները։ Ուղղակի չի բառացվել այդ ամեն ինչը։ Չի կուտակվում որպես ինֆորմացիա, այսպես ասում, առանձին պատահական դեպքերի ցեղեր կան գիտես, որ երկինքը մուգ կապույտ են տեսնում, որտեվ իրանք բաց կապույտ երկնագույնի հասկացություն չունեն, բառ չունեն։ Ու շատ ճախ բառը ձևակերպումը քեզ նոր հորիզոն է բացում։ Մենք հիմա այդ հորիզոնը չունենք։ Իսկ մենք ինչ-որ գիտական շրջանակում կա, բայց ընդհանուր ու ինձ թվում է թե մենք այդ հորիզոնը բացենք, վախը ահագին կնվազի։ Սենց մտածում եմ սովետի սկզբում այդ մարդահամարները, հա, մենք տարբեր ազգեր ենք ունեցել այստեղ, ու իրանք հիմա բոլորը հայ են ըստ էության։ Այսինքն ընդամենը 100 տարի անցել այդ մարդահամարից, ու մենք գրեթե 100%-ով ասիմիլացրել ենք իրանց։ Причем տենց ագրեսիվ չենք դարել, օրինակ եզդիները չեն ասիմիլացվել, հա, բայց մենք ոչ մեկս չենք նեղվում դրանց, այսինքն տենց նպատակ չի եղել, էլի, ուղղակի ուժեղ ենք եղել փաստորեն։ Նաև պետք է ընդունենք, որ գլխավոր էթնոսն ենք եղել այս պետության, էլի, ինչը հա հիմնականում Պիտրոսային ազգը դե առավելություն ունի, բայց նայ մենք հիմա այստեղ նստած ենք ու լիքը բաներ քննադատում ենք եւ հավանաբար իրավացիորեն։ Ու լավ ենք անում, որտեղ մենք շատ լավ ենք անում։ Այն առումով, որ մենք հայաստանցի ենք, խոսում ենք Հայաստանի մասին, հա։ Բայց մենք դրան ինչ որ մի քիչ դրսից նայենք, մենք այդպես ինչ որ վատը չենք, հաստատ ավելի վատը չենք, քան որևէ բան, բայց մենք ունենք, այսպես ասած, ինքնագնահատականի պակաս տեղ ավել, տեղ պակաս։ Մենք ոչ թե վատը չենք, այլ մենք մեզ ավելի թույլ ենք համարում, քան տանք։ Այս դեպքում այդ է խնդիրը, վախը այն է, որ մենք կասիմիլացվենք, ոչ թե հակառակը տեղի կունենա։ Այստեղ մենք մեզ թերա գնահատում ենք։ Ու կա այդ պարադոքսը, որ մենք այդքան խոսում ենք, չէ՞, որ մեր մշակույթը, չգիտեմ, SN-ն,
Բայց միաժամանակ մենք չունենք մեր վստահությունը, այդ վստահությունը մեր մշակույթի նկատմամբ, Դե դրա համար որ ինքը այդքան ուժեղ է, որ ինչ որ մեկին կհետաքրքրի այնքան, որ ինքը նվիրվի այդ մշակույթին։ Ոսկե ֆրանսիացի շատ կզարմանա, որ դու իրեն ասես, դու ֆրանսիական մշակույթի համար ծնկները չի թուրանում, խիստ կզարմանա։ Ինքը անկեղծորեն, որտեղ ինքը վստահ է, որ իր մշակույթը այդքան կա։ Ու ինքը վստահ է, որ ինքը ասիմիլացնում է, շատ ուժեղ։ Ինքը վստահ է, որ դու գալու ես, դու տեսնելու ես, թե ինչքան սիրուն է դա, ինչքան հանգիստ է դա, ինչքան ճիշտ է դա, ինչքան լավ ես դու քեզ դրա մեջ զգում, դու դա վերցնելու ես, ինքը դա դրանում վստահ, ինքը շատ կզարմանա, որ դու չես ուզում դա վերցնես, քիչ ես ուզում։ Մոսկվացի ես քեզ թվում է, դա մնաց է։ Ու փառսը ցույց է տալիս, որ ճիշտ են դուրս գալիս, որովհետև երկրորդ սերնդի ներգաղթյալը Ֆրանսիայում արդեն ֆրանսիացի է։ Ոչ միայն անձնագրով, այլ իր սովորություններով, իր վարքու բարքով, իր հագու կապով, իր արտաքինով, այսինքն կարող է ինքը ինչ որ մեկը տունը կրուասանի հետ միասին նաև կուսկուսա ուտում են, մեկը չի հասկանում, ինչ որ տենց բաներ մնում է, բայց արդյունքում ինքը ֆրանսիացի է։ Իրանց այդ ինքնավստահություն, որ լիքը բաներից է գալիս, հա, կայսրությունը այս այն է եւ այլն, բայց կարող են ինչ որ բաներ։ Երևի պարադոքս չի, ժաս, երևի հենց էլ օրինական է, որ հենց վստահ չենք դրա համար ենք այդքան դրանից խոսում։ Այնքան ասենք մենք մեզ հավատանք։ Հա, հենց այդ վախից, որ կարող է այդքան լավ չի, իհարկե չենք գիտակցում դա, բայց երևի հենց էլ դրա արդյունքն է, որ շատ ենք խոսում դրանից։ Հնարավոր է, ամեն դեպքում այդքան վախենալու է անկանոնակերպվածություն, վախենալու է ոչ կոմպետենտությունը պետական օրգանների, դա վախենալու է ներգաղթը, վախենալու չի։ Գեն ոչ մի պետություն պրոստը ներգաղթից չի կործանվել։ Զինված հարձակումից, հա, ինչ որ, չգիտեմ, անգլոսաքսերը եւ տա, այդ գիտես այդ ժողովուրդների մեծ գաղթի այդ ժամանակաշրջանը, բայց դա եղել է ռազմական արշավներ։ Ուղղակի մարդկանց ներգաղթից ոչ մի պետություն հələ չի կործանվել։ Դες բան չի եղել, հուսով եմ մենք առաջինը չենք լինի։ Եթե մենք առաջինը լինենք, դե լավ գոնե կմնանք պատմության մեջ։ Մենք առաջի քրիստոնյաներն ենք, հերիքա այդ դրանով մենք մեր բրենդը ունենք որպես պետություն, այնպես որ թող մեր շուրջը միայն խաղաղություն լինի, հատկապես այդ ցամաքային ճանապարհով ներգաղթի մասին, եթե խոսում ենք, եթե Աստված չանի դրան հասնել, առաջին հերթին հուսանք, որ այդ քո ասած պետական ինստիտուտները պատրաստ կլինեն դրան, մենք կկարողանանք կառավարել ներգաղթը, դե իսկ հետո պահելն էլ մի հատ առանձին թեմա է, ինտեգրելը, պահելը, օգուտ քաղելը դրանից, թե տնտեսապես, թե մշակութապես, թե սոցիալ հոգեբանական բնագավառում, այդ հեծանիվը արդեն հնարած է, պետք է կառավարել այդ ամեն ինչը եւ ինտեգրել։ Այսօր ասքանը Իրանին խաղաղություն ամեն դեպքում տեսնենք, ես իրոք ինձ շատ հետաքրքիր է մինչև այս վիդեոն հրատարակվի ինչ վիճակ է լինելու Իրանում։ Քեզ շատ շնորհակալություն զրույցի համար։ Ձեզ էլ շատ շնորհակալություն մեզ լսելու, հետևելու համար։ Բաժանորդագրվեք։ Եթե դեռ չեք հասցրել, անպայման բաժանորդագրվեք, որ տեսնեք նաև մեր հաջորդ եթերները, իսկ մենք կհանդիպենք շուտով։ Հաջողություն։ Stay tuned.